Երիտասարդ կինը տանը մերժված փոթորկի մեջտեղում աշխատանք է ընդունում արհամարանքից փախչելու համար։ Ժամեր շարունակ անծանոթների համար ուտեստներ պատրաստելուց հետո նա մնում է առանց ապաստանի, առանց ընտրության։ Բայց ծնկի գալու փոխարեն նա մարտահրավեր է նետում տրամաբանությանը, մենակ մեկնում է անձրի տակ։ Եվ անծանոթ դուռը թակելիս հանդիպում է մի անծանոթի, ում վերքերն այնքան խորն էին, որքան իրենը։ Եթե այս պատմությունը ձեզ դուր եկավ, բաժանորդագրվեք ալիքին, կիսվեք սիրելիների հետ։ Հիշեք ինձ ասել, թե որտեղից եք դիտում։ Անձրը հորդառատ թափվում էր հողածածկ ճանապարհի վրա, որը կտրում էր Երանի ծայրամասերը, ճանապարհը վերածելով ցեխի ու խավարի։ Հին ավտոբուսի ներսում, որն ամեն անցքի ժամանակ թափահարվում էր, Մարիանան իր մաշված ուսապարկը սեղմում էր կրծքին, նայում էր մառախլապատ պատուհանից, տեսնելով միայն իր հոգնածության արտացոլանքը։ 26 տարեկանում նա իր ուսերին էր կրում այն մարդու ծանրությունը, ով միշտ ստիպված է եղել պայքարել արժանապատվության յուրաքանչյուր փշրանքի համար։ Նրա շագանակագույն աչքերը, որոնք սովորաբար լի էին վճռականությամբ, այժմ հայտնում էին մի հյուծվածություն, որն անցնում էր մարմնից այն կողմ։ Հոգին էր հոգնած։ Այդ կեսօրին, նախքան ավտոբուս նստելը, նա մեկ անգամ լսել էր այն բառերը, որոնք ավելի խորն էին կտրում, քան ցանկացած դանակ։ Նրա մորաքույր Ռեգինան, այն կինը, ով իրեն ապաստան էր տվել, երբ բոլորը մերժել էին նրան, հստակ ասել էր, որ հյուրընկալությունն ունի ժամկետ։ Դու բեռ ես, Մարիանա։ Արդեն 26 տարեկան ես ու դեռ այստեղ ես, առանց ամուսնու, առանց ապագայի, միայն անկախության մասին այս խելագար գաղափարներով։ Բառերը արձագանքում էին նրա մտքում, որպես դատավճիռ։ Մարիանան քրտնաջան աշխատում էր, արթնանում էր առից առաջ, տներ մաքրելու համար, հանգստյան օրերին ուտեստներ էր պատրաստում միջոցառումների համար, ամեն կոպեկ խնայում էր, հույս ունենալով մի օր ունենալ իր սեփական տարածքը։ Բայց Ռեգինայի համար այս ամենը կարևոր չէր։ Կարևորն այն էր, որ նա իր կողքին տղամարդ չուներ, չէր հետում այն սցենարին, որն ակնկալում էր հասարակությունը։ Այսպիսով, երբ հեռախոսը զանգեց Հովակին պարոնի, միջոցառումների կազմակերպչի խռպոտ ձայնը, առաջարկեց շտապ աշխատանք շքեղ առանձնատանը, Մարիանան առանց երկար մտածելու համաձայնեց։ Նրան ոգեշնչում էր ոչ միայն փողը, այլ այն տնից շտապ հեռանալու անհրաժեշտությունը, որտեղ նա այլևս ցանկալի չէր։ Նա իր քիչ հագուստը դրեց ուսապարկի մեջ, կարճ գրություն թողեց խոհանոցի սեղանին, հեռացավ, առանց ետ նայելու։ Միգուցե վախկոտություն էր այսպես փախչելը, բայց նա այլս ուժ չուներ սմեկ վեճի, սմեկ անհավանության հայացքի, սմեկ դաժան բառի համար, որը թաքնված էր անհանգստության քողի տակ։ Առանձնատունը պատկանում էր որե հարուստ գործարարի, ում մասին Մարիանան երբեք չէր լսել։ Այն ամենը, ինչ նա գիտեր, այն էր, որ կարևոր հաճախորդների համար ընթրիք էր լինելու, որ գլխավոր խոհարարը վերջին պահին խնդիր էր ունեցել։ Մարիանան պետք է փոխարիներ նրան։ Նա հասավ երեկոյան, երբ առը սկսում էր մայր մտնել բլուրների հետում, երկինքը ստանում էր նարնջագույն ու մանուշակագույն երանգներ։ Տարածքը հսկայական էր, կատարելապես հարթեցված մարգագետիններով, հեռվում արածող ձիերով մի գլխավոր տունով, որն ավելի շատ շքեղ հյուրանոցի էր նման։ Նրան դիմավորեց մի լուրջ տնային տնտեսուհի, ով նրան ուղղակիորեն առաջնորդեց դեպի հետնամասի խոհանոցը, մի հսկայական տարածք, որը հագեցած էր այն ամենով, ինչի մասին կարող էր երազել պրոֆեսիոնալ խոհարարը։ Մարիանան առանց դադարի աշխատեց ժամեր շարունակ։ Նրա ձեռքերը, որոնք սովոր էին քրտնաջան աշխատանքին, նախուտեստը, հիմնական ուտեստը աղանդերը պատրաստեցին այն նվիրումով, ով գիտի, որ յուրաքանչյուր ծառայություն կարող է լինել վերջինը։ Նա չէր տեսնում հյուրերին, միայն լսում էր գլխավոր սրահից եկող խոսակցությունների ծիծաղի հեռավոր շշուկը։ Նա այդ աշխարհի մասը չէր էլ ուզում լինել։ Նրա տեղն այնտեղ էր, խոհանոցում, իր սեփական ձեռքերով լավ բան ստեղծելով, իր կյանքում ինչ-որ բանի վերահսկողություն ունենալով, նույնիսկ եթե դա ընդամենը սոուսի կամ սուֆլեի հյուսվածքի կետն էր։ Երբ վերջապես ավարտեց, արդեն ժամը 11:00 էր։ Հյուրերը հեռացել էին, տունը լուռ էր, Մարիանան վերջին պարագաները դասավորեց, մարմինը ցավից թմրած։ Հենց այդ ժամանակ տնային տնտեսուհին վերադարձավ անհանգիստ արտահայտությամբ։ Գլխավոր ճանապարհին սողանք է եղել։ Ոչ ոք չի կարող դուրս գալ կամ մտնել մինչ վաղ առավոտ։ Մյուս աշխատողներն արդեն սպասարկման սենյակներում են, բայց տեղ չի մնացել։ Դուք պետք է սպասեք այստեղ կամ պահեստում։ Մարիանան զգաց, թե ինչպես հոգնածությունը ուժեղ հարվածեց իրեն։ Ժամեր շարունակ ծանր աշխատանքից հետո խոհանոցի հատակին կամ խոնավ պահեստում քնելը հենց այն չէր, ինչ նա պատկերացրել էր։ Նա նայեց պատուհանից, տեսավ, որ անձրը նորից սկսվել էր, այժմ ավելի ուժեղ, որին ուղեկցում էին ամպրոպներ, որոնք ցնցում էին ապակիները։
Ինչ-որ բան նրա ներսում ապստամբեց։ Ոչ։ Նա չէր պատրաստվում ընդունել դա։ Նա արդեն շատ բան էր ընդունել, շատ էր գլուխը կախել, շատ բառեր էր կուլ տվել։ Նա վերցրեց իր ուսապարկը, քաղաքավարի շնորհակալություն հայտնեց, դուրս եկավ հետնամասի դռնից, մինչ որը մեկը կարողանար կանգնեցնել նրան։ Սառը քամին կտրում էր նրա դեմքը, երբ նա քայլում էր առանձնատան տարածքով, առանց հստակ ուղղության։ Անձրը արագորեն թրջում էր նրա հագուստը, ցուրտը թափանցում էր մինչ ոսկորները։ Բայց Մարիանան շարունակում էր քայլել, առաջնորդվելով մի համառությամբ, որը նրա ապրանքանիշն էր։ Նա նկատեց մի արահետ, որը բարձրանում էր բլուրը, որոշեց հետել դրան։ Միգուցե կար մի որե ամբար, որե լքված շինություն, որտեղ նա կարող էր ապաստանել մինչ լուսաբացը։ Նրա մարզակոշիկները խրվում էին ցեխի մեջ, իսկ ցածր ճյուղերը քերծում էին նրա ձեռքերը, բայց նա շարունակում էր առաջ գնալ, ճանապարհը լուսավորելով իր բջջային հեռախոսի թույլ լապտերով։ Հենց այդ ժամանակ էր, որ կայծակը կտրեց երկինքը, նա տեսավ։ Բլուրի գագաթին, մեկուսացած միջնադարյան ամրոցի նման, բարձրանում էր մի շքեղ առանձնատուն։ Լույսերը վառված էին որոշ պատուհաններում, ստեղծելով դրամատիկ կոնտրաստ շրջակա մթության հետ։ Մարիանան տատանվեց։ Դա ակնհայտորեն մասնավոր սեփականություն էր, հավանաբար նույն առանձնատան տիրոջը։ Բայց նա թրջված էր, ցրտից դողում էր, ամբողջովին հյուծված էր։ Նա քաջություն հավաքեց, անցավ վերջին մետրերը մինչ գլխավոր դարպասը։ Տարածքը շրջապատված էր բարձր պարիսպներով մի այգիով, որը նույնիսկ անձրի տակ հայտնում էր, որ մանրակրկտորեն խնամված է։ Մարիանան անցավ քարե արահետով մինչ մուտքի դուռը, մուգ փայտից պատրաստված զանգվածային կառույց, երկաթյա դետալներով։ Նա խորը շունչ քաշեց, զանգահարեց։ Սպասեց։ Ոչինչ։ Նորից զանգահարեց։ Նա պատրաստվում էր հանձնվել, երբ մյուս կողմից քայլեր լսեց։ Դուռը բացվեց, նա իրեն տեսավ բարձրահասակ, լայն ուսերով, փակ արտահայտությամբ մի տղամարդու առջ։ Ռաֆայել Ալավերդյանը 40 տարեկան էր, այնպիսի տեսք ուներ, ով առանց բողոքելու աշխարհն իր ուսերին էր կրում։ Նրա աչքերը խորը մոխրագույն էին, գրեթե մետաղական, այդ պահին։ Նրանք Մարիանային վերլուծում էին զարմանքի անվստահության խառնուրդով։ Նա կրում էր պատահական, բայց ակնհայտորեն թանկարժեք հագուստ, կտավից տաբատ կիսաբաց կոճակներով վերնաշապիկ։ Նրա մուգ մազերը թեթակի խառնված էին, կարծես նա բազմիցս ձեռքերով անցել էր դրանց միջով։ Նրա կողքին, ոսկեգույն մորթիով մեծ շունը հետաքրքրությամբ դիտում էր այցելուին։ Կներեք անհանգստացնելու համար, սկսեց Մարիանան, նրա ձայնն ավելի թույլ էր հնչում, քան կցանկանար։ Ես աշխատում էի ներքի առանձնատանը, ընթրիքի համար։ Ճանապարհը փակ է, ես մնալու տեղ չունեմ։ Տեսա լույսերը, մտածեցի։ Նա տատանվեց, հասկանալով, թե որքան անհեթեթ էր դա հնչում։ Ինձ պարզապես 4 տեղ է պետք գիշերելու համար։ Առավոտյան կհեռանամ։ Ռաֆայելը լուռ մնաց երկար վայրկյաններ, որոնք հավերժ թվացին։ Նրա աչքերը սահեցին իր արջի թրջված դողացող կնոջ վրայով, թրջված ուսապարկը, հոգնած դեմքը։ Ինչ-որ բան նրա հայացքում Մարիանային ստիպեց զգալ, որ իրեն գնահատում են, կշռում, դատում։ Նա գրեթե շրջվեց, վիրավորված հպարտությունից, երբ նա վերջապես խոսեց։ Մտեք։ Ձայնը խորն էր, առանց ակնհայտ հույզերի, բայց հրամանը տրվեց ամրապնդմամբ։ Ռաֆայելը մի քայլ կողքի քաշվեց, Մարիանան ներս մտավ, ջուր կաթկթացնելով անթերի մարմարե հատակին։ Առանձնատան ներսը հենց այն էր, ինչ նա կակնկալեր շատ հարուստ, շատ մենակ մարդուց։ Ամեն ինչ ժամանակակից էր, մինիմալիստական, կատարելապես դասավորված։ Սպիտակ պատեր, դիզայներական կահույք, արվեստի գործեր, որոնք հավանաբար արժեին ավելին, քան նա կվաստակեր իր ամբողջ կյանքում։ Բայց այդ կատարելության մեջ կար ինչ-որ անհանգստացնող բան, կյանքի լիակատար բացակայությունը։ Ոչ մի լուսանկար, ոչ մի անձնական իր, ոչ մի նշան, որ այնտեղ իսկապես մարդ էր ապրում։ Դա ավելի շատ ցուցասրահ էր, քան տուն։ Դուք թրջված եք, ասաց Ռաֆայելը, փակելով դուռը նրա հետից։ Ես սրբիչներ կբերեմ։ Ոչինչ մի շարժեք։ Նա անհետացավ մի միջանցքով, Մարիանան այնտեղ կանգնած մնաց, զգալով, թե ինչպես է ջուրը հոսում իր հագուստից իր շուրջը փոքրիկ լճակ առաջացնում։ Շունը մոտեցավ, հետաքրքրությամբ հոտոտելով նրա ձեռքերը։ Նա առաջին անգամ ժպտաց այդ սարսափելի գիշերվա ընթացքում, շոյեց կենդանու գլուխը։ Ողջույն, մեծիկ, մրմնջաց նա։ Դուք միակ բարեկամականն եք այստեղ։
Ռաֆայելը վերադարձավ սպիտակ փափուկ սրբիչներով, որոնք հավանաբար արժեին այնքան, որքան Մարիանան վաստակում էր մեկ շաբաթում։ Նա դրանք տվեց, առանց որևէ բան ասելու մատնացույց արեց մոտակա լոգարանը։ Չորացրեք ձեզ։ Ես կտեսնեմ, թե արդյոք ունեմ ձեզ համապատասխանող ինչ-որ բան։ Մարիանան ընդունեց սրբիչները, մտավ լոգարան, հանգստության հառաչանքով փակելով դուռը։ Միջավայրը շքեղ էր, ամբողջովին պատված մոխրագույն մարմարով, հսկայական լոգարանով, բազմաթիվ շիթերով ցնցուղով։ Նա նայեց հայելու մեջ, գրեթե չճանաչեց իրեն։ Մազերը կպած էին դեմքին, խորը աչքերի տակ մուգ շրջանակներ, շրթունքները ցրտից մանուշակագույն։ Նա մուրաց կանի էր նման։ Եվ միգուցե հենց դա էր նա այդ պահին, անտուն կին, առանց ընտանիքի, կախված անծանոթի բարեգործությունից։ Նա չորացավ այնքան լավ, որքան կարող էր, քամեց հագուստը նորից հագավ։ Դրանք դեռ թաց էին, ցուրտ, բայց նա ընտրություն չուներ։ Երբ դուրս եկավ, Ռաֆայելին տեսավ միջանցքում, ծալված հագուստի կույտով։ Սա պետք է համապատասխանի, ասաց նա, մեկնելով հագուստները։ Դրանք իմ եղբորն են։ Նա դրանք թողել էր այստեղ վերջին անգամ, երբ եկել էր։ Մարիանան ընդունեց, առանց հարցնելու, թե ինչու եղբայրը հագուստները ետ չէր տարել։ Նա վերադարձավ լոգարան, հագուստը փոխեց, հագնելով չափազանց մեծ սպորտային տաբատ մի վերնաշապիկ, որը հասնում էր մինչ ծնկները։ Ամենաքիչը նա չոր էր։ Երբ նա վերադարձավ հյուրասենյակ, Ռաֆայելը նստած էր կաշվե բազմոցին, ձեռքին մի բաժակ, որը թվում էր վիսկի։ Նա կարճ նայեց նրան, մատնացույց արեց հակառակ բազմոցը։ Նստեք, եթե ուզում եք։ Կամ կարող եք ուղղակի գնալ քնելու։ Հյուրասենյակը երկրորդ հարկում է, երրորդ դուռը աջ կողմում։ Մարիանան զարմացավ իրական սենյակի առաջարկից, բայց չցուցադրեց դա։ Շնորհակալություն, պարզապես ասաց նա։ Ես կբարձրանամ։ Բայց ինչ-որ բան ստիպեց նրան տատանվել։ Միգուցե դա մենակությունն էր, որ բխում էր այդ տղամարդուց, այնքան շոշափելի, որքան դրսի անձրը։ Կամ միգուցե այն փաստը, որ ինքն էլ չափազանց մենակ էր զգում այդ գիշեր։ Կարող եմ նախ թեյ պատրաստել, հարցրեց նա։ Մեզ երկուսի համար։ Գիտեմ, որ ձեր տունն է, բայց ես լավ եմ պատրաստում։ Նա դադարեց, հասկանալով, որ չափազանց շատ է խոսում։ Ռաֆայելը նորից դիտեց նրան այդ վերլուծական հայացքով։ Արեք ինչ ուզում եք, պատասխանեց նա, բայց նրա ձայնի տոնի մեջ ինչ-որ բան փոխվել էր, դարձել էր ավելի քիչ սառը։ Մարիանան առանց դժվարության գտավ խոհանոցը, մի հսկայական պրոֆեսիոնալ տարածք, բայց տարօրինակորեն քիչ օգտագործված։ Ամեն ինչ անթերի մաքուր էր կազմակերպված, բայց պակասում էր այն զգացողությունը, որ այնտեղ հաճախակի ուտեստներ էին պատրաստվում։ Նա խառնեց պահարանները, մինչ գտավ թեյի թեյնիկ։ Մինչ ջուրը եռում էր, նա պատուհանից դիտում էր դրսում շարունակվող փոթորիկը։ Ինչպես էր նա հասել այստեղ։ Մորաքրոջ հետ վեճից մինչ հարուստ դառնացած անծանոթի առանձնատուն։ Կյանքը տարօրինակ ձով մարդկանց մղում էր անսպասելի վայրեր։ Նա պատրաստեց 2 բաժակ, վերադարձավ հյուրասենյակ։ Ռաֆայելը շարունակում էր նույն տեղում նստած մնալ, նայելով բուխարիում կրակին։ Նա մի բաժակ դրեց նրա կողքի սեղանին, նստեց իր բաժակով։ Երկար պահի ընթացքում նրանցից ոչ ոք ոչինչ չասաց։ Միայն անձրի, կրակի քամու ձայնն էր լցնում լռությունը։ Մենակ եք ապրում այստեղ, վերջապես հարցրեց Մարիանան, չկարողանալով զսպել իր հետաքրքրությունը։ Այո, պատասխանեց Ռաֆայելը, առանց նրան նայելու։ Միայն ես ու թորը։ Նա մատնացույց արեց շանը, որը պառկել էր իր ոտքերի մոտ։ Իսկ դուք մենակ եք ապրում նույնպես։ Ոչ հենց այդպես, պատասխանեց Մարիանան, տաք բաժակը ձեռքերի մեջ պահելով։ Ես ապրում եմ մորաքրոջս հետ։ Կամ ապրում էի։ Չգիտեմ, թե արդյոք դեռ ապրում եմ։ Նա հառաչեց։ Դա բարդ է։ Ռաֆայելը վերջապես նայեց նրան։ Ամեն ինչ բարդ է, ասաց նա մի տոնով, որը հուշում էր թեմայի վերաբերյալ առատ փորձի մասին։ Բայց դուք փոթորկի մեջտեղում դուրս եկաք, պահեստում քնելու փոխարեն։ Դա ինչ-որ բան է ասում ձեր մասին։ Մարիանան առանց հումորի ծիծաղեց։ Ասում է, որ ես չափազանց համար հպարտ եմ իմ սեփական բարօրության համար։ Ամենաքիչը դա է, ինչ բոլորն ինձ միշտ ասել են։ Հպարտությունը միշտ վատ բան չէ, մեկնաբանեց Ռաֆայելը, վիսկիից մի կում խմելով։ Երբեմն դա միակ բանն է, որ մեզ ոտքի վրա է պահում, երբ ամեն ինչ փլուզվում է։
Մարիանան առաջին անգամ ուշադիր նայեց նրան։ Այդ սառը վերահսկվող արտաքինի տակ ցավ կար։ Նա ճանաչում էր այն, քանի որ իր սեփականն էր կրում։ Դուք խոսում եք այնպես, ով գիտի, թե ինչի մասին է խոսում, մեղմորեն ասաց նա։ Ռաֆայելն անմիջապես չպատասխանեց։ Նա նայում էր կրակին, կարծես բոցերը պահում էին պատասխաններ, որոնք նա չուներ։ Վերջապես, գրեթե շշուկով, նա ասաց. Ես գիտեմ։ Մի անգամ հավատացել էի, որ սերը իրական է, որ մարդիկ կարող են լինել այն, ինչ ասում են, որ կան։ Ես սխալվեցի ամենավատ ձով։ Այդ ժամանակից ի վեր սովորել եմ, որ ավելի անվտանգ է ոչինչ ոչ ոքի չհավատալ։ Նրա ձայնի դառնությունը այնքան ուժեղ էր, որ Մարիանան կրծքավանդակում սեղմվածություն զգաց։ Նա մտածեց մխիթարական բան ասելու մասին, բայց հասկացավ, որ դա անօգուտ կլինի։ Ռաֆայելի նման մարդկանց դատարկ մխիթարանք պետք չէր։ Նրանց պետք էր հարգալից լռություն միգուցե, պարզապես միգուցե, մեկը, ով կհասկանար։ Այսպիսով, նա պարզապես գլխով արեց շարունակեց խմել իր թեյը։ Այն լռությունը, որը տիրեց, անհարմար չէր։ Դա երկու հոգնած հոգիների լռությունն էր, որոնք մեկը մյուսի մեջ ճանաչում էին այն անտեսանելի սպիները, որոնք երկուսն էլ կրում էին։ Երբ Մարիանան ավարտեց իր թեյը, նա վեր կացավ բարձրանալու համար։ Ռաֆայելը շարունակում էր նստած մնալ, բայց ասաց գրեթե այնպես, կարծես պայքարում էր իր հետ, բառերն արտաբերելու համար։ Շնորհակալություն թեյի համար։ Եվ եթե գիշերվա ընթացքում ինչ-որ բանի կարիք ունենաք, իմ սենյակը միջանցքի վերջինն է։ Մարիանան գլխով արեց։ Շնորհակալություն ինձ ներս թողնելու համար։ Ոչ բոլորն էին դա անի։ Ռաֆայելը վերջապես նայեց նրա աչքերին։ Դուք դուռը թակեցիք փոթորկի տակ։ Միայն հրեշը կթողներ մեկին դրսում։ Բայց Մարիանան գիտեր, որ դա այդպես չէր։ Շատ մարդիկ կթողնեին։ Աշխարհը լի էր փակ դռներով ավելի փակ սրտերով։ Այն փաստը, որ Ռաֆայելը բացել էր իրենը, նույնիսկ ամբողջ դժկամությամբ սառնությամբ, ինչ-որ բան էր ասում նրա մասին։ Ինչ-որ բան, որը հակասում էր այն զրահին, որը նա այդքան ջանք էր գործադրում պահպանելու համար։ Նա բարձրացավ աստիճաններով, գտավ հյուրասենյակը, փակեց դուռը իր հետից։ Դա մի գեղեցիկ անձնական տարածք էր, ինչպես տան մնացած մասը, մեծ մահճակալով սպիտակ ու սառը անկողնային պարագաներով։ Մարիանան պառկեց վերմակը մինչ գզակը քաշեց, բայց քունը հեշտությամբ չեկավ։ Նրա միտքը պտտվում էր իր տարօրինակ օրվա, մորաքույր Ռեգինայի, ներքի այդ տխուր մենակ տղամարդու մասին, ով աշխարհը հեռու էր պահում այդքան վճռականությամբ։ Դրսում փոթորիկը շարունակում էր իր կատաղությունը, բայց ներսում մի սենյակում, որը իրենը չէր, Մարիանան տարօրինակ կերպով ապահով էր զգում։ Դա մի զգացում էր, որը նա շատ վաղուց չէր զգացել։ Եվ մինչ նա վերջապես փակում էր աչքերը, թույլ էր տալիս իրեն տրվել հոգնածությանը, նրա մի մասը մտածում էր, թե ինչ կարող էր նշանակել այդ անսպասելի հանդիպումը։ Արդյոք ճակատագիրը երկու վիրավոր հոգիներին բերել էր այդ մեկուսացված առանձնատուն ինչ-որ պատճառով։ Թե դա պարզապես զուգադիպություն էր ժամանակավոր ապաստան փոթորկի մեջ, մինչ յուրաքանչյուրը կշարունակեր իր մենակ ճանապարհը։ Ներքում Ռաֆայելը արթուն էր մնում, նայելով դանդաղորեն մարող կրակին։ Նա չէր հասկանում, թե ինչու էր այդ կնոջը ներս թողել։ Չէր հասկանում, թե ինչու էր նրան սենյակ, հագուստ տվել, թեյն ընդունել։ Տարիներ շարունակ նա բոլորին հեռու էր պահել, կառուցելով այնքան բարձր պատեր, որ ոչ ոք չէր կարողանում բարձրանալ։ Եվ ահա մի թրջված կին թակում է նրա դուռը, ինչ-որ կերպ նա թույլ է տալիս նրան ներս մտնել։ Թորը բարձրացրեց գլուխը, նայեց տիրոջը, կարծես կարող էր զգալ նրա շփոթությունը։ Ռաֆայելը շոյեց կենթանուն հառաչեց։ Վաղը նա կհեռանա, բարձր ասաց նա, իրեն համոզելու համար։ Ճանապարհը կմաքրվի, նա կվերադառնա իր կյանքին, իսկ ես իմին։ Սա ոչինչ չի նշանակում։ Բայց նույնիսկ երբ նա ասում էր այդ բառերը, նրա մի մասը գիտեր, որ ստում է։ Ինչ-որ բան փոխվել էր այդ գիշեր։ Մի փոքր ճաք էր առաջացել նրա խնամքով կառուցված զրահի վրա։ Եվ ճաքերը, որքան էլ փոքր լինեն, ունեն ընդարձակվելու վտանգավոր սովորություն։ Դրսում փոթորիկը մռնչում էր։ Եվ այդ լուր առանձնատան ներսում երկու վիրավոր սրտեր քնում էին նույն տանիքի տակ, չիմանալով, որ դա ընդամենը մի ճանապարհորդության սկիզբն էր, որը հավերժ կփոխեր երկուսին էլ։ Որովհետև երբեմն ճակատագիրը չի հարցնում, թե արդյոք մենք պատրաստ ենք։
Այն պարզապես ճիշտ մարդկանց է դնում մեր ճանապարհին ճիշտ պահին, սպասում է տեսնելու, թե արդյոք մենք քաջություն կունենանք թույլ տալու, որ նրանք մնան։ Եվ ասացեք ինձ, թե ինչ եք կարծում այս պատմության մասին, ինչպես եք կարծում, թե ինչպես այն կավարտվի։ Մարիանան արթնացավ պատուհանից ներս թափանցող արի լույսից, մի քանի վայրկյան պահանջելով հիշելու, թե որտեղ էր։ Անծանոթ սենյակը, չափազանց հարմարավետ անկողինը, տան բացարձակ լռությունը։ Ամեն ինչ միանգամից վերադարձավ, անձրը, քայլքը փոթորկի տակ, մոխրագույն աչքերով տղամարդը, ով բացել էր դուռը։ Նա նայեց մահճակալի կողքի սեղանին դրված ժամացույցին, տեսավ, որ արդեն առավոտյան 8-ն անց էր։ Նա արագ վեր կացավ, անհարմար զգալով, որ այդքան երկար քնել էր անծանոթի տանը։ Նա փոխեց փոխառու հագուստը իր սեփականով, որը չորացել էր գիշերվա ընթացքում, սենյակի աթոռին կախված։ Նա խնամքով դասավորեց անկողինը, հարթեցնելով յուրաքանչյուր ծալկ, կարծես դրանով կարող էր ջնջել իր ներկայությունն այնտեղ։ Երբ նա իջավ աստիճաններով, տունը լուռ էր։ Հյուրասենյակը հենց նույնն էր, ինչ նախորդ գիշեր, բացի այն, որ բուխարիում այլս կրակ չկար, վարագույրները բացվել էին, թույլ տալով առավոտյան լույսին լցնել տարածքը։ Մարիանան դատարկ խոհանոցը գտավ, բայց նշաններ կային, որ ինչ-որ մեկն արդեն անցել էր այնտեղով։ Մի բաժակ դեռ տաք սուրճ սեղանին, մի օգտագործված ափսե լվացարանում։ Նա լվաց իր սեփական բաժակը նախորդ գիշերվանից Ռաֆայելի բաժակը, որն այնտեղ էր։ Դա ավտոմատ ժեստ էր, տարիների ընթացքում ուրիշի տներ խնամելու արդյունք։ Մինչ նա չորացնում էր սպասքը, տան հետնամասից մի ձայն լսեց։ Նա գնաց մինչ մի մեծ ապակե դուռ, որը տանում էր դեպի արտաքին տարածք, տեսավ Ռաֆայելին։ Նա գտնվում էր բացօթյա մարզասրահում, ամբողջովին ապակեպատ, ծանրություններով վարժություններ անելիս։ Նա կրում էր միայն կարճ տաբատ մարզակոշիկներ, Մարիանան կարող էր տեսնել նրա մեջքի յուրաքանչյուր մկանը, որը կծկվում էր ջանքերից։ Թորը պառկած էր մոտակա գորգի վրա, համբերությամբ դիտելով տիրոջը։ Ռաֆայելը շարժվում էր մեխանիկական ճշգրտությամբ, յուրաքանչյուր կրկնություն կատարվում էր կատարելապես, առանց շտապելու, բայց առանց դադարի։ Դա գրեթե հիպնոսացնող էր դիտելը, այդ խիստ կարգապահությունը վերածված շարժման։ Մարիանան տատանվեց։ Արդյոք պետք է ընդհատեր նրան։ Պարզապես հեռանար առանց հրաժեշտ տալու։ Մինչ նա կկարողանար որոշել, թորը բարձրացրեց գլուխը, հաչեց, Ռաֆայելին զգուշացնելով իր ներկայության մասին։ Նա կանգ առավ մարզումների կեսին, ծանրությունը դրեց իր տեղը, վերցրեց սրբիչ, դեմքի քրտինքը սրբելու համար։ Նա շրջվեց դեպի նա, նույն չեզոք արտահայտությամբ, ինչ նախորդ գիշեր։ Բարի լույս, ասաց Մարիանան, տարօրինակ կերպով ամաչելով։ Ես արդեն գնում եմ։ Պարզապես ուզում էի շնորհակալություն հայտնել հյուրընկալության համար։ Ռաֆայելը կարճ գլխով արեց։ Ճանապարհն արդեն բացվել է։ Քիչ առաջ տեղեկացրեցին։ Նա դադար տվեց։ Ձեզ առանձնատուն տանելու կարիք կա։ Ոչ, շնորհակալություն, արագ պատասխանեց Մարիանան։ Ես արդեն չափազանց շատ եմ անհանգստացրել։ Ես ոտքով կգնամ։ 3 կիլոմետր է հողածածկ ճանապարհով իջնելու համար, ասաց Ռաֆայելը, նրա ձայնը առանց հույզերի, բայց անհերքելի։ Տրամաբանության շունչով։ Եվ դուք ուսապարկ եք կրում։ Ընդունեք ճանապարհը։ Դա անհանգստություն չէ։ Մարիանան նորից ուզեց մերժել, բայց ինչ-որ բան նրա ասելուձում ստիպեց նրան հասկանալ, որ միգուցե մերժումն ավելի շատ վիրավորանք կլիներ, քան ընդունումը։ Լավ, համաձայնեց նա։ Շնորհակալություն։ Ռաֆայելը գլխով արեց, որ նա սպասի, մտավ տուն։ Մի քանի րոպե անց վերադարձավ, արդեն հագած բաց վերնաշապիկ ջինսե տաբատ, մազերը դեռ թաց էին արագ լոգանքից, որը նա պետք է վերցրած լիներ։ Նա վերցրեց մեքենայի բանալիները, սեղանից նշան արեց, որ նա հետի իրեն դեպի ավտոտնակ։ Մարիանան չէր սպասում այն, ինչ տեսավ, երբ ավտոմատ դուռը բացվեց։ Այնտեղ 5 մեքենա կար, բոլորն ակնհայտորեն թանկարժեք անթերի պահված։ Ռաֆայելը շարժվեց դեպիս ամենագնացը, բացեց դռները։ Ճանապարհը դեպի առանձնատուն լուռ էր։ Ռաֆայելը մեքենան վարում էր նույն ճշգրտությամբ, ինչով վարժություններ էր անում, յուրաքանչյուր շարժում հաշվարկված էր։ Մարիանան նայում էր պատուհանից, տեսնելով բնապատկերը, որը նախորդ գիշեր թաքնված էր մթության անձրի տակ։ Այնտեղ իսկապես գեղեցիկ էր, հեռվում բլուրներով շուրջ բոլորը կանաչով։ Երկրի մի մասը, որը նա երբեք հնարավորություն չէր ունեցել պատշաճ կերպով ուսումնասիրելու։ Դուք միջոցառումների ոլորտում եք աշխատում, հարցրեց Ռաֆայելը հանկարծակի, կոտրելով լռությունը։
Երբեմն, պատասխանեց Մարիանան։ Ես աշխատում եմ այն ամենով, ինչ հայտնվում է։ Մաքրություն, խոհարարություն, ցանկացած ազնիվ բան, որը վճարում է հաշիվները։ Ռաֆայելը կարճ նայեց նրան, նախքան աչքերը նորից ճանապարհին դարձնելը։ Դա լավ է։ Ազնիվ աշխատանքը արժեք ունի։ Շատ մարդիկ մոռանում են դա։ Մարիանան զարմացավ մեկնաբանությունից։ Նա չէր սպասում, որ նրա նման մարդը, ակնհայտորեն ոսկե օրորոցից ծնված, կհասկանար քրտնաջան աշխատանքի արժանապատվությունը։ Նրանք հասան առանձնատուն, Ռաֆայելը կայանեց մեքենան գլխավոր տան դիմաց։ Մարիանան բացեց դուռը, իր ուսապարկը վերցրեց հետի նստարանից։ Եվս մեկ անգամ շնորհակալություն, ասաց նա, անկեղծորեն երախտապարտ։ Դուք ինձ փրկեցիք երեկ։ Ռաֆայելն անմիջապես չպատասխանեց։ Նա նայում էր առաջ, ձեռքերը դեռ ղեկին։ Երբ վերջապես խոսեց, դա գրեթե շշուկով էր։ Ես ոչ ոքի չեմ փրկում։ Ես պարզապես արեցի այն, ինչ ցանկացած պարկեշտ մարդ կաներ։ Բայց Մարիանան գիտեր, որ դա ճիշտ չէր։ Շատ մարդիկ չէին անի։ Շատ մարդիկ դուռը կփակեին անծանոթ, թրջված կնոջ դեմքին գիշերվա կեսին։ Նա ուզում էր դա ասել, բայց բառերը դուրս չեկան։ Նա պարզապես գլխով արեց փակեց մեքենայի դուռը։ Նա դիտեց, թե ինչպես նա հետընթաց արեց անհետացավ ճանապարհով։ Մի տարօրինակ զգացում մնաց նրա կրծքավանդակում, ինչ-որ բան մելամաղձության հետաքրքրության մեջ։ Հաջորդ օրերը Մարիանայի համար դժվար հաջորդականություն էին։ Նա վերադարձավ մորաքույր Ռեգինայի տուն, դիմակայեց թունոտ հարցերին, թե որտեղ էր քնել, ստեց ասելով, որ մնացել էր առանձնատանը։ Նա մի քանի մաքրման աշխատանք գտավ ուղղորդումների միջոցով, հավաքելով յուրաքանչյուր դրամ աճող հուսահատությամբ։ Նա գիտեր, որ չէր կարող երկար մնալ այդ տանը։ Լարվածությունը մշտական էր, յուրաքանչյուր կերակուր, անուղղակի ակնարկների մեղադրական լռությունների ականապատ դաշտ։ Փոթորիկի դեպքից 2 շաբաթ անց Մարիանան Երանի էլիտար թաղամասերից մեկում տուն էր մաքրում, երբ հեռախոսը զանգեց։ Նորից Հովակիմ պարոնն էր։ Մարիանա, դու ինձ շտապ պետք ես։ Հիշում ես առանձնատան միջոցառումը։ Հաճախորդը տպավորված է քո աշխատանքով, հատուկ քեզ է խնդրում աշխատել մեկ այլ ընթրիքի համար։ Այս անգամ դա լինելու է հենց իր տանը։ Վճարում է սովորականի կրկնակին։ Մարիանան զգաց, թե ինչպես է սիրտը արագանում։ Նրա տունը։ Արդյոք դա Ռաֆայելն էր։ Չէր կարող պատահականություն լինել։ Երբ է նա համաձայնվել, հարցրեց նա, փորձելով ձայնը հանգիստ պահել։ Շաբաթ երեկոյան։ Դա ավելի մտերմիկ ընթրիք է, ընդամենը մի քանի կարոր հյուր։ Նա նշել է, որ հատուկ քեզ է ուզում խոհանոցում։ Ինչ կասես։ Մարիանան շատ մտածելու կարիք չուներ։ Ես համաձայն եմ։ Շաբաթը եկավ մաքուր երկնքով հաճելի ջերմաստիճանով։ Մարիանան 2 ավտոբուս նստեց մինչ Բլուրի ստորոտը հասնելը, որտեղ գտնվում էր Ռաֆայելի առանձնատունը։ Այս անգամ նա բարձրացավ արահետով ցերեկային լույսով, կարողանալով ամեն ինչ հստակ տեսնել։ Տարածքն ավելի տպավորիչ էր առանց փոթորկի, որը խավարեցնում էր տեսարանը։ Երբ նա հասավ դարպասին, նրան դիմավորեց մի միջին տարիքի կին, ով իրեն ներկայացրեց որպես տիկին Հելենա, տնային տնտեսուհին։ Ռաֆայել պարոնը սպասում է ձեզ, ասաց Հելենան մեղմ ժպիտով, որը հակադրվում էր այն լրջությանը, որը Մարիանան կակնկալեր Ռաֆայելի մոտ աշխատող մեկից։ Եկեք, ես ձեզ ցույց կտամ խոհանոցը, կբացատրեմ, թե ինչ է նա ուզում ընթրիքի համար։ Մարիանան հետեց Հելենային առանձնատան ներսում, նկատելով, որ ցերեկը տունն ավելի քիչ սառն էր թվում, ավելի քիչ թանգարան, ավելի իրական։ Որոշ ծաղկամաններում թարմ ծաղիկներ կային, բաց պատուհան, մաքուր օդ ներս թողնելով։ Խոհանոցը հենց այն էր, ինչ հիշում էր Մարիանան, մեծ պրոֆեսիոնալ։ Հելենան մի թղթապանակ դրեց սեղանին։ Ահա այն ճաշացանկը, որը Ռաֆայել պարոնն ընտրել է։ 4 հյուր են, գումարած ինքը։ Թեթ նախուտեստ, հիմնական ուտեստ, աղանդեր։ Ամեն ինչ պետք է կատարյալ լինի։ Նա շատ պահանջկոտ է որակի հարցում։ Մարիանան բացեց թղթապանակը, վերլուծեց։ Ճաշացանկը բարդ էր, բայց ոչ անհնար։ Նա կարող էր դա անել։ Նա աշխատեց ամբողջ կեսօրը, յուրաքանչյուր ուտեստ պատրաստելով մանրակրկիտ ուշադրությամբ։ Ժամանակ առ ժամանակ Հելենան անցնում էր, ստուգելու, թե արդյոք նրան ինչ-որ բան պետք է, միշտ մեղմ օգտակար։
Թորը մի պահ հայտնվեց խոհանոցում, ակնհայտորեն ուտելու բան փնտրելով։ Մարիանան ժպտաց նրան մի փոքր միս տվեց, որը մնացել էր։ Շունը գոհունակությամբ ընդունեց պառկեց նրա ոտքերի մոտ, կարծես նրա լավագույն ընկերն էր։ Երբ ալը սկսեց մայր մտնել, Մարիանան մեքենաների ժամանման ձայն լսեց։ Տղամարդկանց ձայները խոսում էին, զսպված ծիծաղ, ուժին փողին սովոր մարդկանց ձայնը։ Նրան դա չէր հետաքրքրում։ Նրա աշխատանքը խոհանոցում էր, գեղեցիկ համեղ ուտեստներ ստեղծելով։ Մնացածը նրա խնդիրը չէր։ Նա մատուցեց նախուտեստը Հելենայի միջոցով, ով արդյունավետորեն գնում գալիս էր ճաշասենյակից։ Հիմնական ուտեստի ժամանակ Ռաֆայելն առաջին անգամ հայտնվեց խոհանոցում։ Նա կրում էր մուգ կոստյում առանց փողկապի, անթերի լուրջ էր։ Ամեն ինչ կատարյալ է, ասաց նա առանց նախաբանի։ Հյուրերը տպավորված են։ Մարիանան տապակում էր միսը հազիվ նայեց նրան։ Ուրախ եմ, որ հավանում եք, պրոֆեսիոնալ կերպով պատասխանեց նա։ Ռաֆայելն այնտեղ կանգնած մնաց ավելի երկար, քան անհրաժեշտ էր, դիտելով, թե ինչպես է նա աշխատում։ Դուք հարմարավետ եք թվում այստեղ, մեկնաբանեց նա։ Իմ խոհանոցում։ Մարիանան վերջապես նայեց նրան, նկատելով ինչ-որ տարբեր բան նրա աչքերում։ Դա հենց ջերմ չէր, բայց նա սառը չէր, ինչպես նախկինում։ Դա հետաքրքրություն էր, միգուցե։ Հետաքրքրասիրություն։ Ես հարմարավետ եմ զգում ցանկացած խոհանոցում, պատասխանեց նա։ Դա այնտեղ է, որտեղ ես գիտեմ, թե ով եմ, ինչ եմ անում։ Ռաֆայելը դանդաղ գլխով արեց, կարծես հասկանում էր։ Ավելին, քան նա բարձրաձայն ասել էր։ Հյուրերը հեռացան ժամը 11-ին մոտ։ Հելենան շուտով հրաժեշտ տվեց, Մարիանային մենակ թողնելով խոհանոցի մաքրությունը ավարտելու։ Նա լվանում էր վերջին կաթսաները, երբ Ռաֆայելը նորից ներս մտավ։ Նա հանել էր բաճկոնը, թքերը ծալել էր։ Թողեք դա, ասաց նա։ Դուք արդեն չափազանց շատ եք աշխատել այսօր։ Ոչ, գրեթե պատրաստ է, պնդեց Մարիանան։ Ես չեմ սիրում կիսատ թողնել աշխատանքը։ Ռաֆայելը մոտեցավ լվացարանին, նրա լիակատար զարմանքին, վերցրեց մի սրբիչ, սկսեց չորացնել այն կաթսաները, որոնք նա լվացել էր։ Մարիանան դադարեցրեց իր արածը, զարմանքով նայեց նրան։ Ինչ եք անում։ Օգնում եմ, պարզապես պատասխանեց նա։ Թե դա որե կանոնի դեմ է։ Ոչ, բայց դուք տերն եք։ Պետք չէ։ Եվ ով ասաց, որ տերերը չեն կարող օգնել, ընդհատեց Ռաֆայելը։ Իմ տատիկը սովոր էր ասել, որ ով խոհանոցում չի օգնում, արժանի չէ ուտելու։ Մարիանան նորից սկսեց լվանալ կաթսաները, բայց այժմ ժպիտով դեմքին։ Նրանք լուռ աշխատեցին մի քանի րոպե, կողք կողքի, անսպասելի ներդաշնակությամբ։ Երբ ավարտեցին, Ռաֆայելը սուրճ պատրաստեց, նրանք նստեցին խոհանոցի սեղանին, ոչ թե պաշտոնական հյուրասենյակում։ Դուք իսկապես տպավորել եք մարդկանց այսօր, ասաց Ռաֆայելը։ Նրանցից մեկը ինձ հարցրեց, թե արդյոք դուք հասանելի եք նա իր անձնական միջոցառումներում աշխատելու համար։ Մարիանան մի կում սուրճ խմեց, բաժակի վրայից նայեց նրան։ Եվ ինչ պատասխանեցիք։ Որ դուք բացառապես ոչ ոքի համար չեք աշխատում։ Որ պետք է ուղղակիորեն պայմանագիր կնքեք։ Ռաֆայելը դադար տվեց։ Բայց ես այլ առաջարկ ունեմ։ Մարիանան զգաց, թե ինչպես է սիրտը արագանում։ Ինչ տեսակի առաջարկ։ Ռաֆայելը մի պահ տատանվեց, կարծես խնամքով էր ընտրում բառերը։ Ինձ մեկն է պետք այստեղ։ Ոչ թե տնային տնտեսուհի ավանդական իմաստով։ Հելենան շաբաթը 2 անգամ է գալիս, բայց այստեղ չի ապրում։ Տունը մեծ է, ես մենակ եմ մնում, վատ եմ ուտում, հազվադեպ եմ պատշաճ կերակուրներ պատրաստում։ Նա ուղղակիորեն նայեց նրա աչքերին։ Ինձ մեկն է պետք, ով կապրի այստեղ, ով կհոգա տան մասին, ով կպատրաստի, ով։ Նա տատանվեց։ Ով այս վայրը ավելի քիչ դատարկ կդարձնի։ Մարիանան լուռ մնաց, մշակելով այն, ինչ լսում էր։ Դուք ինձ աշխատանք եք առաջարկում։ Մի աշխատանք, որը ներառում է այստեղ ապրելը։ Այո, հաստատեց Ռաֆայելը։ Դուք կունենաք ձեր սեփական սենյակը, արդար աշխատավարձ, հանգստյան օրերին ազատ օրեր, եթե ուզում եք։ Դա կլինի ոչ միայն մաքրություն, խոհարարություն։ Դա կլինի տուն խնամելը։ Նա շուրջբոլորը նայեց։ Եթե դա կարելի է տուն անվանել։ Դա առատաձեռն առաջարկ էր։ Չափազանց լավ էր, որպեսզի ճիշտ լիներ։
Մարիանան շատ լավ գիտեր, թե ինչպես է աշխարհն աշխատում։ Ոչինչ առանց գնի չէր գալիս։ Ինչու՞։ Ես, ուղղակիորեն հարցրեց նա։ Հազարավոր մարդիկ կան, ովքեր դա կանեին։ Ինչու՞։ Հատուկ ես։ Ռաֆայելը այնքան երկար լուռ մնաց, որ Մարիանան կարծեց, թե նա չի պատասխանի։ Երբ վերջապես խոսեց, նրա ձայնը ցածր էր, գրեթե խոցելի։ Որովհետև այդ գիշեր, երբ դուք թակեցիք իմ դուռը, ոչինչ չխնդրեցիք, բացի 4 տեղից։ Որովհետև Թորին վերաբերվեցիք, կարծես նա ձերն էր։ Որովհետև մեզ երկուսիս համար թեյ պատրաստեցիք, երբ կարող էիք պարզապես գնալ քնելու։ Եվ որովհետև այսօր աշխատելիս տեսա, թե ինչպես էիք մեղմ երգում ուտելիք պատրաստելիս։ Շատ վաղուց է, ինչ այս տանը երաժշտություն չեմ լսել։ Նա նայեց նրան։ Ես սպասուհի չեմ փնտրում, Մարիանա։ Ես փնտրում եմ մեկին, ով այս տունը ավելի քիչ գերեզմանի նման կդարձնի։ Բառերն այնքան հում էին, այնքան անկեղծ, որ Մարիանան կոկորդում կապ զգաց։ Նա այդ պահին հասկացավ, որ Ռաֆայելը ոչ միայն աշխատանք էր առաջարկում։ Նա հաշտություն էր առաջարկում երկուսի համար էլ։ Ապա ստան։ Մի վայր, որտեղ նա կարող էր լինել ավելին, քան անցանկալի բեռ, որտեղ նա կարող էր լինել ավելին, քան իր սեփական դառնության մեջ սառած տղամարդ։ Ես համաձայն եմ, ասաց նա։ Բայց մի պայմանով։ Ռաֆայելը հոնքը բարձրացրեց։ Որը։ Որ դուք դադարեք ձեզ քարից պատրաստվածի պես պահել։ Պետք չէ լինել իմ ընկերը, բայց նա պետք չէ ծածնել, թե դուք ռոբոտ եք։ Եթե մենք ապրելու ենք նույն տանիքի տակ, թող դա լինի անկեղծորեն։ Ռաֆայելը երկար պահ դիտեց նրան։ Վերջապես, մի փոքր ժպիտ հայտնվեց նրա շրթունքներին։ Դա տխուր, հոգնած ժպիտ էր, բայց այն իրական էր։ Համաձայն եմ։ Եվ այդպես Մարիանան տեղափոխվեց բլուրի վրա գտնվող առանձնատուն։ Նա իր քիչ ունեցվածքը բերեց 3 ճամպրուկով, թողեց մորաքույր Ռեգինայի անուղղակի ակնարկները, սկսեց իր կյանքի նոր փուլը։ Առաջին օրերը հարմարվողական էին։ Նա սենյակ ուներ երկրորդ հարկում, Ռաֆայելի սենյակին մոտ, բայց բավարար գաղտնիությամբ։ Նա շուտ էր արթնանում, նախաճաշ էր պատրաստում երկուսի համար, խնամում էր տունը, պատրաստում էր պատշաճ կերակուրներ, որոնք Ռաֆայելն ուտում էր առանց բողոքելու։ Բայց կար ավելին, քան պարզապես աշխատանքը։ Կային կապի փոքր պահեր, որոնք նրանցից ոչ ոք չէր սպասում։ Ռաֆայելը սկսեց ավելի հաճախ հայտնվել խոհանոցում, երբեմն պարզապես սուրճ խմելու համար, այլ անգամներ իսկապես օգնելու համար։ Նա պատմեց, որ իր տատիկն էր մեծացրել իրեն իր եղբորը, որ նա միշտ պնդում էր, որ խոհարարությունը ցանկացած մարդու համար էական հմտություն է, անկախ սեռից։ Մարիանան պարզեց, որ նա սիրում էր ջազ, որ պատմական կենսագրություններ էր կարդում քնելուց առաջ, որ նա ուներ չոր հումորի զգացում, որը հայտնվում էր անսպասելի պահերին։ Թորը լիովին սիրահարվեց Մարիանային։ Նա հետում էր նրան ամբողջ տանը, պառկում էր նրա ոտքերի մոտ, երբ նա ուտելիք էր պատրաստում, քնում էր նրա սենյակի դռան մոտ։ Ռաֆայելը մի գիշեր մեկնաբանեց ինչ-որ բանով, որը գրեթե խանդի էր նման, որ շունը երբեք այդքան նվիրվածություն չէր ցուցաբերել ոչ ոքի նկատմամբ։ Դա այն պատճառով է, որ ես ուշադրություն եմ դարձնում նրան, պարզապես պատասխանեց Մարիանան։ Շանը շատ բան պետք չէ։ Պարզապես պետք է իմանա, որ կարոր է։ Բառերը կախված մնացին նրանց միջ, երկուսն էլ գիտեին, որ նա միայն շան մասին չէր խոսում։ Ռաֆայելը դանդաղ, ցավագին սովորում էր, որ մոռացել էր, թե ինչպես ընդունել սեր։ Որ տարիներ շարունակ նա բոլորին այնքան հաջողությամբ հեռու էր մղել, որ այժմ չգիտեր, թե ինչպես թույլ տալ, որ մեկը մոտենա։ Եվ Մարիանան այնտեղ էր, կյանք բերելով այդ մեռած տուն, հարցեր տալով, ժպիտներ պոկելով, ստիպելով նրան նորից զգալ։ Մի առավոտ, Մարիանայի տեղափոխվելուց 3 շաբաթ անց, Ռաֆայելը իջավ նախաճաշի սեղանը այլ կերպ դրված գտավ։ Կենտրոնում ծաղիկներ կային, թարմ հացեր, տնական մուրաբաներ, նույնիսկ թարմ քամած հյութ։ Մարիանան երգում էր, երբ ձվերը տապակում էր։ Նա կանգ առավ խոհանոցի մուտքի մոտ, պարզապես դիտելով։ Եվ առաջին անգամ 20 տարվա ընթացքում, այն օրվանից, երբ 20 տարեկան էր սիրտը կոտրված էր, Ռաֆայել Ալավերդյանը զգաց մի բան, որը երդվել էր երբեք այլս չզգալ։ Հույս։ Փոքրիկ, սարսափելի, բայց անհերքելիորեն իրական։ Բարի լույս, ասաց Մարիանան, նկատելով նրան ժպիտով շրջվելով։ Ես ձեր սուրճը պատրաստել եմ այնպես, ինչպես դուք եք սիրում։ Ուժեղ առանց շաքարի։
Եվ դրանք ձեր պանրով ձվածեղներն են, որոնք դուք սիրում եք, բայց ծածնում եք, թե ոչ։ Նա ափսեն դրեց նրա առջ։ Ուտեք, քանի դեռ տաք է։ Ռաֆայելը նստեց նայեց ափսեին, ծաղիկներին, կնոջը, ով այդքան կարճ ժամանակում իր առօրյան գլխիվայր էր շուռ տվել։ Շնորհակալություն, ասաց նա, այդ բառի ծանրությունը շատ ավելին էր, քան նախաճաշը։ Մարիանան հասկացավ։ Նա միշտ հասկանում էր, մի ձով, որը նրան միաժամանակ վախեցնում մխիթարում էր։ Խնդրեմ, մեղմորեն պատասխանեց նա։ Դրա համար ենք մենք այստեղ։ Մեկս մյուսի մասին հոգ տանելու համար։ Եվ այնտեղ, այդ արոտ խոհանոցում, թորը նրանց միջ պառկած, բաց պատուհանից ներս թափանցող թռչունների ձայնը, ինչ-որ հիմնարար բան փոխվեց։ Բլուրի վրա գտնվող առանձնատունն այլևս գերեզման չէր, վիրավոր մարդու սառը ապաստան։ Այն դանդաղ, բայց անխուսափելիորեն վերածվում էր տան։ Եվ երկուսն էլ յուրաքանչյուրն իր վախերով սպիներով սովորում էին, որ միգուցե, պարզապես միգուցե, հնարավոր էր նորից սկսել։ 2 ամիս էր անցել Մարիանայի առանձնատուն տեղափոխվելուց ի վեր, փոփոխությունը տեսանելի էր։ Տունը, որը նախկինում դամբարան էր թվում, այժմ կյանք ուներ։ Երաժշտություն էր հնչում, երբ նա ուտեստներ էր պատրաստում, թարմ ծաղիկներ էին զարդարում յուրաքանչյուր սենյակ, պատուհանները բաց էին մնում, լույս ու օդ թողնելով ներս։ Նույնիսկ Ռաֆայելն էր փոխվել, նուրբ, բայց նշանակալի ձևով։ Ավելի շատ էր ժպտում, խոսում էր ճաշերի ժամանակ, երբեմն նույնիսկ ծիծաղում էր Մարիանայի, իր նախկին աշխատանքների մասին պատմություններից։ Նրանք հարմարավետ առօրյա էին մշակել։ Ռաֆայելը շուտ էր արթնանում մարզվելու, Մարիանան նախաճաշ էր պատրաստում, երկուսն էլ միասին էին ուտում, նախքան նրա գրասենյակ գնալը։ Նա վերադառնում էր երեկոյան, հաճախ նրան գտնում էր խոհանոցում, ընթրիք պատրաստելիս։ Որոշ երեկոներ նրանք ֆիլմեր էին դիտում հյուրասենյակում, յուրաքանչյուրը մի բազմոցի վրա, բայց տարածքը բնականորեն կիսելով։ Այլ երեկոներ Ռաֆայելն աշխատում էր իր գրասենյակում, մինչ Մարիանան կարդում էր կամ զբաղվում անձնական նախագծերով։ Դա ներդաշնակ համակեցություն էր, կառուցված փոխադարձ հարգանքի լուռ ըմբռնման վրա, որ երկուսն էլ գտել էին մի բան, որը չգիտեին, որ փնտրում էին։ Բայց խաղաղությունը երբեք հավերժ չի տում։ Եվ այդ նոր հավասարակշռության առաջին ճաքը եկավ հինգշաբթի կեսօրին, երբ միսը Մերսեդես կայանվեց առանձնատան դիմաց, առանց նախազգուշացման։ Մարիանան այգում էր, ծաղիկները ջրելիս, երբ լսեց մեքենայի ձայնը։ Նա վեր նայեց, տեսավ մի կնոջ, ով իջնում էր մեքենայից։ Անհնար էր չնկատել նրա ներկայությունը։ Նա մոտ 35 տարեկան էր, բարձրահասակ, նիհար, հագած մի հավաքածու, որը հավանաբար արժեր ավելին, քան Մարիանան վաստակում էր 6 ամսում։ Նրա շեք մազերը կատարելապես հարդարված էին, դիմահարդարումն անթերի էր, նա շարժվում էր այն վստահությամբ, ով միշտ աշխարհն իր ոտքերի տակ է ունեցել։ Կարող եմ օգնել, հարցրեց Մարիանան, ջրցանը մի կողմ դնելով, մոտենալով։ Կինը նրան գլխից մինչ ոտքերը զննեց մի հայացքով, որը Մարիանան լավ գիտեր։ Դա նրա հայացքն էր, ով դատում է անբավարար է համարում։ Ես եկել եմ Ռաֆայելին տեսնելու, ասաց կինը, նրա ձայնը մեղեդային, բայց ստորին սառնությամբ։ Որտեղ է նա։ Նա այսօր Գյումրիում է, գրասենյակում, քաղաքավարի պատասխանեց Մարիանան։ Վերադառնում է միայն երեկոյան։ Ուզում եք, որ ես տեղեկացնեմ, որ դուք այցելել եք։ Կինը ժպտաց, բայց ժեստում ջերմություն չկար։ Պետք չէ։ Ես կսպասեմ։ Նա չի անհանգստանում, երբ ես անսպասելի եմ հայտնվում։ Մենք հին ընկերներ ենք։ Շատ մտերիմ։ Նա դիտավորյալ շեշտեց վերջին բառերը, դիտելով Մարիանայի արձագանքը։ Մարիանան իր արտահայտությունը չեզոք պահեց։ Լավ։ Կարող եք ներս մտնել, սպասել հյուրասենյակում։ Կարող եմ սուրճ, թեյ առաջարկել։ Սուրճը հիանալի է, պատասխանեց կինը, մտնելով տուն, կարծես իրենն էր։ Մարիանան հետեց նրան հյուրասենյակ, մատնացույց արեց բազմոցը։ Ես սուրճ կպատրաստեմ։ Խոհանոցում, խմիչքը պատրաստելիս, Մարիանան անհանգստություն զգաց կրծքավանդակում։ Ինչ-որ բան կար այդ կնոջ խոսելու ձում, տուն մտնելու ձում, որը խորապես անհանգստացնում էր։ Երբ նա վերադարձավ սկուտեղով, հյուրին գտավ գրապահարանում դիմանկարները զննելիս։ Քիչ լուսանկարներ կային, բայց Մարիանան պնդել էր Ռաֆայելին, որ գոնե մի քանիսը դնի։ Կար մեկը նրա երիտասարդ տարիքի եղբոր հետ, մեկ այլը իրեն մեծացրած տատիկի հետ, մեկ վերջինը, որը Հելենան արել էր առանց նրանց նկատելու, ցույց տալով Ռաֆայելին Մարիանային խոհանոցում, նա սպասք էր չորացնում, մինչ Մարիանան ինչ-որ բանից ծիծաղում էր։
Սա նոր է, մեկնաբանեց կինը, վերցնելով հենց այդ լուսանկարը։ Դուք շատ հարմարավետ եք թվում այստեղ։ Որքան ժամանակ է, ինչ աշխատում եք Ռաֆայելի համար։ Մի քանի ամիս, պատասխանեց Մարիանան, սկուտեղը դնելով սեղանին։ Դուք նրա ընկերուհի՞ն եք։ Շատ ավելին, քան ընկերուհին, ասաց կինը, նստելով էլեգանտորեն խաչելով ոտքերը։ Իմ անունը Վերոնիկա Ալեքսանյան է։ Ես Ռաֆայելին ճանաչում եմ 15 տարի։ Մենք միասին էինք մի որոշ ժամանակ անցյալում։ Նա մի կում սուրճ խմեց։ Նա երբեք չի հիշատակել։ Մարիանան զգաց, կարծես իր դեմքին սառը ջուր էին շպրտել։ Ռաֆայելը երբեք չէր խոսում անցյալ հարաբերությունների մասին, նա երբեք չէր ճնշել նրան։ Բայց հիմա, այդ գեղեցիկ վստահ կնոջ առջ, ով ակնհայտորեն պատմություն ուներ նրա հետ, Մարիանան ինչ-որ անհարմար բան զգաց իր կրծքավանդակում։ Ոչ, խոստովանեց նա։ Նա սովորաբար չի խոսում անցյալի մասին։ Վերոնիկան ժպտաց, բայց դա գիշատչի ժպիտ էր։ Դա նրա համար այնքան բնորոշ է։ Ռաֆայելը միշտ փակ էր։ Բայց ինձ հետ նա այլ էր։ Մենք շատ մտերիմ էինք, հասկանում եք։ Նա դրամատիկ դադար տվեց։ Մինչ ես սխալ գործեցի։ Մի սարսափելի սխալ, որը խորապես վիրավորեց նրան։ Այդ ժամանակից ի վեր նա այլևս ոչ ոքի հետ լուրջ հարաբերություններ չի ունեցել։ Բառերը ասվեցին ցավով, բայց նրա աչքերում մի փայլ կար, որը չէր համապատասխանում անկեղծ զղջմանը։ Մարիանան չգիտեր, թե ինչ ասել։ Դա իր տեղը չէր հարցնելու, դա իր պատմությունը չէր իմանալու։ Բայց նրա մի մասը ուզում էր իմանալ, պետք էր հասկանալ, թե ինչն էր Ռաֆայելին վերածել այն փակ տղամարդու, ում նա ճանաչել էր։ Մինչ նա կկարողանար որևէ պատասխան մտածել, նրանք մեքենայի ժամանման ձայն լսեցին։ Ռաֆայելը վերադարձել էր, ավելի շուտ, քան սպասվում էր։ Նա մտավ գլխավոր դռնից կտրուկ կանգ առավ, տեսնելով Վերոնիկային հյուրասենյակում։ Նրա դեմքի արտահայտությունը, որը հանգիստ էր, անմիջապես փակվեց։ Վերոնիկա, ասաց նա, իր տոնը խնամքով չեզոք պահելով։ Չգիտեի, որ կգաս։ Անակնկալ սիրելիս, Վերոնիկան վեր կացավ մոտեցավ նրան, մտերմիկ ձով երկու համբույր տալով նրա դեմքին։ Կարոտել էի։ Շատ ժամանակ է, ինչ չենք տեսնվել։ Ռաֆայելը նայեց նրա ուսի վրայով հանդիպեց Մարիանայի աչքերին։ Ինչ-որ բան կար նրա հայացքում, որը նա չէր կարողանում վերծանել։ Անհանգստություն։ Զգուշացում։ Մարիանան վեր կացավ։ Ես կսկսեմ ընթրիքը պատրաստել, ասաց նա, հուսահատորեն ցանկանալով դուրս գալ այդ սենյակից։ Մնա, արագ ասաց Ռաֆայելը։ Վերոնիկան չի մնա ընթրիքի համար։ Չէ, Վերոնիկա։ Կինը ծիծաղեց, մի երաժշտական կեղծ ձայն։ Ախ, Ռաֆայել։ Ես այնքան հեռվից եմ եկել։ Իհարկե, կմնամ։ Բացի այդ, մենք պետք է խոսենք։ Կարևոր հարցեր կան, որոնք պետք է քննարկվեն։ Նա սուր ժպիտով նայեց Մարիանային։ Մասնավորապես։ Մարիանան չսպասեց, որ նորից ազատվի։ Նա երկուսին թողեց հյուրասենյակում գնաց խոհանոց, որտեղ թորը սպասում էր նրան։ Շունը զգաց նրա տագնապը, քիթը կպցրեց նրա ձեռքին։ Նա շոյեց նրա գլուխը, զգալով, թե ինչպես են արցունքները այրում նրա աչքերը, բայց հրաժարվելով թույլ տալ, որ դրանք թափվեն։ Նա իրավունք չուներ խանդելու։ Ռաֆայելը նրա տերն էր, նա նրա աշխատողն էր։ Այն փաստը, որ նրանք ընկերություն էին զարգացրել, ոչինչ չէր նշանակում։ Չէր կարող նշանակել։ Բայց մինչ նա ընթրիք էր պատրաստում, լսելով հյուրասենյակից եկող խուլ ձայները, Մարիանան չէր կարող անտեսել ցավն իր կրծքավանդակում։ Վերջին ամիսներին, առանց նկատելու, նա սկսել էր ինչ-որ բան զգալ Ռաֆայելի նկատմամբ։ Հիացմունք այն բանի համար, թե ինչպես էր նա նորից փորձում բացվել։ Քնքշություն այն խոցելի պահերի համար, որոնք նա թույլ էր տալիս իրեն տեսնել։ Եվ միգուցե, պարզապես միգուցե, ինչ-որ ավելի խորը բան, որը նա չէր համարձակվում անվանել։ Վերոնիկան մնաց ընթրիքի, չնայած Ռաֆայելի ակնհայտ դժկամությանը։ Նա անդադար խոսում էր ճաշի ժամանակ, հիշելով անցյալի պատմություններ, ներքին կատակներ անելով, որոնք միայն նա Ռաֆայելն էին հասկանում, դիպչելով նրա թին ամեն անգամ, երբ հնարավորություն ուներ։ Մարիանան մատուցեց ուտելիքը լուռ կերավ, իրեն անտեսանելի անպատշաճ զգալով։ Երբ նա ավարտեց, վեր կացավ, սեղանը մաքրելու համար։
Ես կդասավորեմ հետո, ասաց Ռաֆայելը, բայց Մարիանան արդեն տանում էր ափսեները։ Նա լավ մարզված է, մեկնաբանեց Վերոնիկան, երբ Մարիանան դուրս եկավ սենյակից։ Որտեղից եք նրան գտել։ Ռաֆայելը լարված ձայնով պատասխանեց։ Վերոնիկա, ինչու։ Եք իսկապես այստեղ։ Ինձ պատճառ պետք է հին ընկերոջը այցելելու համար, պատասխանեց նա, իր ձայնը քաղցրացնելով։ Թե։ Ես ինչ-որ բան եմ խանգարում։ Այդ աղջիկը շատ հարմարավետ է թվում այստեղ։ Միգուցե չափազանց հարմարավետ պարզ աշխատողի համար։ Մարիանան, ով վերադառնում էր ավելի շատ ափսեներ վերցնելու, կանգ առավ դռան մոտ, լսելով իր անունը։ Նա գիտեր, որ չպետք է լսեր, բայց նրա ոտքերը կարծես կպած էին հատակին։ Մարիանան ինձ համար է աշխատում, հաստատապես ասաց Ռաֆայելը։ Միայն դա։ Վստահ եք, պնդեց Վերոնիկան։ Որովհետև այն, ինչ ես դիտեցի այսօր, թվում է, թե ավելին կա։ Այն ձ, թե ինչպես է նա նայում ձեզ, ինչպես եք դուք նայում նրան, երբ կարծում եք, որ ոչ ոք չի տեսնում։ Դուք տեսնում եք այն, ինչ գոյություն չունի, ասաց Ռաֆայելը, բայց նրա ձայնն այժմ ավելի քիչ համոզիչ էր թվում։ Վերոնիկան մեղմորեն ծիծաղեց։ Միգուցե։ Կամ միգուցե դուք մոռանում եք, թե ով եք դուք, Ռաֆայել։ Դուք այս երկրի ամենակարևոր գործարարներից մեկն եք։ Ձեր ընտանիքը անուն ունի, հեղինակություն։ Դուք իսկապես կարծում եք, որ կարող եք ինչ-որ բան ունենալ օրավարձով մաքրուհու հետ։ Սկանդալը կոչնչացներ այն ամենը, ինչ դուք կառուցել եք։ Բառերը դանակների պես կտրեցին Մարիանային։ Նա գիտեր իր տեղն աշխարհում, գիտեր, որ Վերոնիկայի նման մարդկանց համար ինքը պարզապես ցածր, դեն նետվող մեկն էր։ Բայց դա բարձրաձայն լսելը, ավելին չլսելը, թե ինչպես է Ռաֆայելն անմիջապես պաշտպանում իրեն, չափազանց ցավոտ էր։ Նա լուրջ շրջվեց, բարձրացավ իր սենյակ, խնամքով փակելով դուռը։ Ներքում Ռաֆայելը պայքարում էր իր հետ։ Նրա մի մասը ուզում էր Վերոնիկային հեռացնել, ասել, որ նա իրավունք չունի դատել Մարիանային կամ կասկածի տակ դնել իր ընտրությունները։ Բայց մյուս մասը, այն մասը, որը դավաճանվել հրապարակայնորեն նվաստացվել էր 15 տարի առաջ, այն մասը, որը երդվել էր այլս երբեք իրեն խոցելի դրության մեջ չդնել, այդ մասը տատանվում էր։ Որովհետև Վերոնիկան մեկ բանում ճիշտ էր։ Աշխարհը գդատեր։ Այն հասարակությունը, որում նա շրջում էր, այն գործերը, որոնք նա վարում էր, այս ամենն ակնկալիքներ ուներ։ Եվ Մարիանան, որքան էլ հատուկ լիներ, չէր տեղավորվում այդ ակնկալիքների մեջ։ Վերոնիկան վերջապես հեռացավ կեսգիշերին մոտ, բայց ոչ նախքան հստակ դարձնելը, որ կվերադառնա։ Ես չեմ հրաժարվի քեզանից, Ռաֆայել, ասաց նա դռան մոտ։ Մենք սխալներ ենք գործել անցյալում, ես սխալներ եմ գործել։ Բայց մարդիկ փոխվում են։ Ես երկրորդ հնարավորության եմ արժանի։ Մտածիր դրա մասին։ Երբ Ռաֆայելը բարձրացավ, կանգ առավ Մարիանայի սենյակի դիմաց։ Դռան տակից լույս էր երում։ Նա բարձրացրեց ձեռքը թակելու համար, բայց տատանվեց։ Ինչ կասեր։ Որ այն զգացմունքները, որոնք նա երդվել էր այլս չունենալ, նորից էին ի հայտ գալիս։ Որ նրա ներկայությունը փոխել էր իր կյանքը, բայց նա չափազանց վախենում էր խոստովանել։ Որ հասարակությունը նրանց կդատեր, բայց նա ուզում էր փորձել մի նույնը։ Ոչ։ Ավելի լավ էր թողնել ամեն ինչ այնպես, ինչպես կա։ Ապահով։ Կանխատեսելի։ Դատարկ։ Նա իջեցրեց ձեռքը, գնաց իր սենյակ։ Բայց այդ գիշեր ոչ նա, ոչ Մարիանան չկարողացան քնել։ Երկուսն էլ արթուն մնացին, յուրաքանչյուրն իր սենյակում, մտածելով այն մասին, թե ինչ էր պատահել, ինչ էր դա նշանակում։ Իրավիճակը վատթարացավ հաջորդ շաբաթ, երբ Ռաֆայելի մայրը հայտնվեց առանց նախազգուշացման։ Բեատրիս Ալավերդյանը 65 տարեկան էլեգանտ կին էր, 10 տարի այրիացած, սովոր իր ճանապարհը իր կարծիքները հարգված տեսնելուն։ Նա հաճախ չէր այցելում որդուն, նախընտրելով իր բնակարանը Գյումրիում, բայց երբ Վերոնիկան զանգահարեց նրան, անհանգստություն հայտնելով Ռաֆայելի շրջապատի մասին, Բեատրիսը որոշեց, որ այցելության ժամանակն է։ Մարիանան վարդեր էր մաքրում, երբ Բեատրիսի մեքենան հասավ։ Ավելի տարեց կինը դուրս եկավ մեքենայից, հագած բեժեղենի հավաքածու, որը ճչում էր հին փողի լավ ճաշակի մասին։ Նա զննեց Մարիանային նույն կերպ, ինչպես Վերոնիկան էր արել, քննադատական աչքերով, որոնք գնահատում անբավարար էին համարում։ Դուք պետք է նոր աշխատողը լինեք, ասաց Բեատրիսը, ոչ թե որպես հարց, այլ որպես հայտարարություն։ Որտեղ է իմ որդին։
Նա գրասենյակում է, պատասխանեց Մարիանան, կեղտոտ ձեռքերը սրբելով իր գոգնոցով։ Ուզում եք, որ ես նրան կանչեմ։ Պետք չէ, ասաց Բեատրիսը, անցնելով նրա կողքով դեպի տուն։ Ես ճանապարհը գիտեմ։ Բայց դուք կարող եք թեյ պատրաստել և մաքրել այդ կեղտը ձեր ձեռքերից, նախքան իմ սպասքին դիպչելը։ Բառերն ասվեցին այնպիսի արամարանքով, որ Մարիանան զգաց, թե ինչպես են այրվում իր այտերը։ Նա տեսավ Բեատրիսին տուն մտնելիս խորը հառաչեց։ Սա երկար օր էր լինելու։ Նա իրեն մաքրեց այնքան լավ, որքան կարող էր ներս մտավ, լսելով Ռաֆայելի գրասենյակից եկող բարձր ձայները։ Դուռը փակ էր, բայց պատերն այդքան էլ հաստ չէին։ Ինչպես կարող եք այդքան անպատասխանատու լինել, արձագանքում էր Բեատրիսի ձայնը։ Օրավարձով մաքրուհի, Ռաֆայել։ Ապրում է ձեր տանը։ Ինչ էիք մտածում։ Նա ինձ համար է աշխատում, մայրիկ, Ռաֆայելի ձայնը հոգնած էր թվում։ Ոչ ավելին։ Մի ստեք ինձ, պատասխանեց Բեատրիսը։ Վերոնիկան ինձ ամեն ինչ պատմեց։ Այն ձ, թե ինչպես եք դուք նայում միմյանց, ինչպես է նա իրեն պահում, կարծես տան տիրուհին լինի։ Դուք նրա հետ եք շփվում, չէ՞։ Մարիանային ավելին լսելու կարիք չկար։ Նա գիտեր, թե ուր էր դա տանելու։ Նա բարձրացավ իր սենյակ, սկսեց մեթոդաբար դասավորել իր իրերը։ Նա հիմար էր եղել, մտածելով, որ կարող էր ունենալ դա, այդ խաղաղությունը, այդ վայրը։ Նրա նման մարդիկ երջանիկ ավարտ չունեին բլուրի վրա գտնվող առանձնատներում։ Նրանք ունեին աշխատողների սենյակներ, կրկնակի հերթափոխներ, մշտական համոզմունք, որ բավարար լավ չէին։ Երբ նա իջավ իր ուսապարկով, հյուրասենյակում գտավ Ռաֆայելին Բեատրիսին։ Քննարկումն ակնհայտորեն շարունակվել էր։ Ռաֆայելը տեսավ ուսապարկը, նրա դեմքը գունատվեց։ Մարիանա, ինչ եք անում։ Ես գնում եմ, պարզապես ասաց նա։ Սա չի աշխատում։ Միթե դա փողի համար չէր, ընդհատեց Բեատրիսը դաժան ժպիտով։ Ես պատկերացրի, որ ժամանակի հարց է։ Որքան եք ուզում հեռանալու այլս երբեք չվերադառնալու համար։ Մարիանան արժանապատվությամբ նայեց կնոջը։ Ես ձեր փողը չեմ ուզում։ Երբեք չեմ ուզել։ Նա նայեց Ռաֆայելին, ով կանգնած էր որպես արձան։ Իսկ դուք, հարցրեց նա ցածր ձայնով։ Ինչ-որ բան ասելու ունեք։ Սա պահն էր։ Այն պահը, երբ Ռաֆայելը կարող էր պաշտպանել նրան, կարող էր իր մորը հեռացնել, կարող էր պայքարել այն բանի համար, ինչ նրանք միասին էին կառուցում։ Բայց վախն ավելի ուժեղ էր։ Վախը դատվելուց, նորից նվաստացվելուց, իրեն զգալ թույլ տալուց հետո կորցնելուց։ Մարիանա, սկսեց Ռաֆայելը, նրա ձայնը թույլ։ Միգուցե այսպես ավելի լավ է։ Առայժմ։ Մինչ ամեն ինչ հանդարտվի։ Բառերը որովայնին հարվածի պես էին։ Մարիանան դանդաղ գլխով արեց, կատարելապես հասկանալով, թե ինչ էր նա ասում։ Նա չէր պայքարելու նրա համար։ Նա արժանի չէր սկանդալին, արժանի չէր բարդությանը։ Հասկանում եմ, ասաց նա, նրա ձայնը թեթակի դողալով։ Լավ էր, քանի դեռ տեց։ Նա քայլեց դեպի դուռը, յուրաքանչյուր քայլն ավելի ցավոտ, քան նախորդը։ Թորը հայտնվեց, մեղմ լացելով, փորձելով հետել նրան։ Մարիանան ծնկի իջավ գրկեց շանը, թույլ տալով իրեն քնքշության այդ վերջին պահը։ Խնամիր նրան, մրմնջաց նա ոսկեգույն մորթիի մեջ։ Նույնիսկ երբ նա թույլ չի տալիս ոչ ոքի խնամել իրեն։ Նա վեր կացավ, վերջին անգամ նայեց Ռաֆայելին, հիշելով այդ դեմքի յուրաքանչյուր դետալը, որը նա այդքան լավ էր սովորել ճանաչել։ Ցտեսություն, Ռաֆայել։ Նա դուրս եկավ դռնից, սկսեց քայլել արահետով, իր ուսապարկը կոտրված սիրտը կրելով։ Նրա հետից այն առանձնատունը, որը մի քանի ամիս տուն էր եղել, նորից դարձավ պարզապես դատարկ շինություն, բնակեցված մի տղամարդու կողմից, ով չափազանց վախենում էր ապրելուց, մի մոր կողմից, ով հեղինակությունը ավելի էր գնահատում, քան իր սեփական որդու երջանկությունը։ Մարիանայի հեռանալուց հետո հաջորդած օրերը Ռաֆայելի համար ամենամութն էին տարիների ընթացքում։ Առանձնատունը վերադարձավ իր նախկին գերեզմանային լռությանը, բայց այժմ դատարկությունն այլ էր։ Նախկինում նա չգիտեր, թե ինչ էր կորցնում։ Այժմ յուրաքանչյուր սենյակ ճչում էր նրա բացակայությունից։ Խոհանոցը անթերի մաքուր էր, բայց երբեք պատրաստվող ուտելիքի հոտ չկար։ Պատուհանները փակ էին մնում, արգելափակելով այն թարմ օդը, որը նա միշտ պնդում էր ներս թողնել։
Սենյակները զարդարող ծաղիկները թառամեցին, ոչ ոք դրանք չփոխարինեց։ Թորը անմխիթար էր։ Շունը թափառում էր տանը, փնտրելով Մարիանային, պառկում էր այն սենյակի դռան մոտ, որը նրա սենյակն էր եղել, հրաժարվում էր պատշաճ կերակրվել։ Ռաֆայելը փորձում էր մխիթարել նրան, բայց ինչպես կարող էր մխիթարել կենդանուն, երբ ինքն էր ներսից կործանված։ Տասնամյակների ընթացքում առաջին անգամ Ռաֆայելը հասկացավ, որ սարսափելի սխալ էր գործել։ Ոչ միայն սխալ, այլ ամենամեծ հնարավոր սխալը։ Նա թույլ էր տվել վախին հաղթել։ Նա թույլ էր տվել ուրիշների կարծիքին ավելի կարևոր լինել, քան իր կյանքի միակ իրական բանին։ Բեատրիսը գոհ վերադարձավ Գյումրի, համոզված, որ փրկել էր որդուն սկանդալից։ Վերոնիկան անընդհատ զանգում էր, առաջարկելով ընթրիքներ, միջոցառումներ, վերամիավորվելու հնարավորություններ։ Բայց Ռաֆայելը հազիվ էր պատասխանում։ Նրա ընկերությունը շարունակում էր գործել մաքուր իներցիայով, գործերը շարունակվում էին, քանի որ նա կառուցել էր լավ յուղված մեքենա, որը կարող էր աշխատել նույնիսկ այն դեպքում, երբ նա ավտոմատ էր գործում։ Բայց նա իրականում ոչ մի բանում ներկա չէր։ Մարիանայի հեռանալուց 2 շաբաթ անց Ռաֆայելը գտնվում էր առանձնատան իր գրասենյակում, երբ Հովակին պարոնը, միջոցառումների կազմակերպիչը, ով Մարիանային կապել էր այդ աշխարհին, հայտնվեց ապագա միջոցառում քննարկելու համար։ Զրույցի ընթացքում Ռաֆայելը չկարողացավ չհարցնել. Մարիանան լավ է։ Հովակին պարոնը զարմացած նայեց հարցից։ Նա նորից սկսել է աշխատել, եթե դա եք հարցնում։ Ես նրան վերցրել եմ մի քանի միջոցառումների համար։ Աշխատում է քրտնաջան, ինչպես միշտ, բայց… Նա տատանվեց։ Բայց ինչ, պնդեց Ռաֆայելը, առաջ թեքվելով։ Հովակին պարոնը հառաչեց. Նա այլս նույնը չէ։ Անջատված է թվում, գիտեք։ Նախկինում նա երգում էր, երբ աշխատում էր, բոլորի հետ խոսում էր։ Հիմա լուր է անում աշխատանքը հեռանում է հենց որ կարողանում է։ Ինչ էլ որ պատահել է, խորապես վիրավորել է նրան։ Բառերը քարերի պես ընկան Ռաֆայելի վրա։ Նա էր դա արել։ Նա էր մարել նրա լույսը։ Հովակին պարոնի հեռանալուց հետո Ռաֆայելը ժամեր շարունակ նստած մնաց իր գրասենյակում, նայելով դատարկությանը։ Մարիանայի ձայնը արձագանքում էր նրա մտքում։ Որ դուք դադարեք ձեզ քարից պատրաստվածի պես պահել։ Պետք չէ լինել իմ ընկերը, բայց նա պետք չէ ձացնել, թե դուք ռոբոտ եք։ Եթե մենք ապրելու ենք նույն տանիքի տակ, թող դա լինի անկեղծորեն։ Նա խնդրել էր անկեղծություն, նա լիովին ձախողել էր։ Նա անկեղծ չէր եղել իր հետ այն մասին, թե ինչ էր զգում, անկեղծ չէր եղել նրա հետ այն մասին, թե որքան էր նա նշանակում, երբ փորձվեց, ընտրեց սոցիալական համապատասխանության հարմարավետ սուտը, իր զգացմունքների անհարմար ճշմարտության փոխարեն։ Հաջորդ օրը նրա ներսում ինչ-որ բան վերջապես կոտրվեց։ Նա անցնում էր խոհանոցով, երբ տեսավ Հելենայի արած լուսանկարը, որը Վերոնիկան մեկնաբանել էր, դեռ գրապահարանում։ Նա վերցրեց այն իսկապես նայեց։ Այնտեղ նրանք երկուսն էին, նա սպասք էր չորացնում, մինչ Մարիանան ծիծաղում էր։ Նրա աչքերը այդ լուսանկարում ներսից մեռած մարդու աչքեր չէին։ Դրանք կենդանի մարդու աչքեր էին, երջանիկ մարդու, մեկի, ով գտել էր ինչ-որ թանկարժեք բան, նույնիսկ չգիտեր դա գնահատել։ Ռաֆայելը լուսանկարը դրեց իր տեղը, ուղղակիորեն գնաց իր մեքենայի մոտ։ Նա պլան չուներ, գեղեցիկ բառեր չէր փորձել։ Նա պարզապես գիտեր, որ չէր կարող մեկ օր ապրել, առանց փորձելու շտկել այն, ինչ կոտրել էր։ Նա մեքենայով գնաց դեպի համեստ թաղամաս, որտեղ Մարիանան հիշատակել էր, որ ապրում է, Երանի մի տարածք, որը կտրուկ հակադրվում էր այն վայրերին, որտեղ նա սովորաբար շրջում էր։ Նա հարցրեց մի հացի խանութում, մի փոքրիկ շուկայում, մինչ ինչ-որ մեկը մատնացույց արեց մորաքույր Ռեգինայի տունը։ Դա պարզ տուն էր, լավ խնամված, բայց ակնհայտորեն համեստ։ Ռաֆայելը կայանեց թանկարժեք ամենագնացը նեղ փողոցում, զգալով հարանների հետաքրքրասեր հայացքները։ Նա չէր անհանգստանում։ Նա բարձրացավ մուտքի 3 աստիճաններով, թակեց դուռը։ Մի միջին տարիքի կին բացեց, անվստահության նեղ աչքերով։ Այո։ Ես Մարիանային եմ փնտրում, ասաց Ռաֆայելը։ Ես Ռաֆայել Ալավերդյանն եմ։ Նա ինձ համար է աշխատել, ես պետք է խոսեմ նրա հետ։ Ռեգինան նրան զննեց գլխից մինչ ոտքերը, ճանաչելով փողը հագուստի, ժամացույցի, կեցվածքի մեջ։ Մարիանան հեռացել է։ Նա ակումբում միջոցառման է աշխատում։ Բայց նույնիսկ եթե այստեղ լիներ, չգիտեմ, թե արդյոք կցանկանար տեսնել ձեզ։
Նա կործանված էր վերադարձել ձեր տնից։ Բառերը մեղքի դաշույն էին, բայց Ռաֆայելն ընդունեց դրանք։ Նա իրավունք ուներ դատվելու։ Ո՞ր ակումբը, հարցրեց նա։ Ռեգինան տատանվեց, բայց ինչ-որ բան նրա արտահայտության մեջ ստիպեց նրան պատասխանել։ Ձիարշավային ակումբ, հարավային հատվածում։ Բայց միջոցառումն արդեն սկսվել է։ Դուք չեք կարողանա ներս մտնել։ Ռաֆայելը գլխով արեց, շնորհակալություն հայտնելով վերադարձավ մեքենա։ Նա ճանաչում էր ձիարշավային ակումբը, նա այնտեղ եղել էր կորպորատիվ միջոցառումների համար բազմիցս։ Նա մեքենա վարեց այնտեղ, գերազանցելով արագության սահմանը, նրա սիրտը ուժեղ բաբախում էր շաբաթների ընթացքում առաջին անգամ։ Երբ նա հասավ, դռնապանը սկզբում փորձեց արգելել նրա մուտքը, բայց Ռաֆայելն ակումբի անդամ էր տարիներ շարունակ։ Նրա անդամատոմսը ազգանունը բացեցին դռները, ինչպես միշտ բացում էին։ Նա հեշտությամբ գտավ միջոցառումը մեծ հարսանիք գլխավոր սրահում։ Նա շրջանցեց հյուրերին, ուղղակիորեն գնաց խոհանոց։ Այնտեղ, բարձր արագությամբ աշխատող թիմի վերահսկվող քաոսի մեջ, Մարիանան էր։ Նա կրում էր խոհարարի սպիտակ համազգեստը, մազերը ամուր հավաքված էին, նա աշխատում էր արդյունավետ, բայց մեխանիկական շարժումներով։ Նրա շարժումների մեջ երաժշտություն չկար, ուրախություն չկար։ Դա պարզապես աշխատանք էր, պարտականություն, գոյատում։ Ռաֆայելը կանգ առավ խոհանոցի մուտքի մոտ, դիտելով։ Առաջինը նրան տեսավ հովակին պարոնը, նրա աչքերը լայնացան։ Ալավերդյան պարոն։ Ինչ եք անում այստեղ։ Անվան ձայնը ստիպեց Մարիանային սառչել։ Նա դանդաղ շրջվեց, նրա աչքերը հանդիպեցին նրա աչքերին։ Մի պահ նրանցից ոչ ոք չշարժվեց։ Այնուհետ Մարիանան դանակը, որը նա բռնած էր, դրեց տախտակին, ձեռքերը մաքրեց գոգնոցով։ Ես պետք է խոսեմ ձեզ հետ, ասաց Ռաֆայելը, նրա ձայնը հույզերից խռպոտ։ Խնդրում եմ։ Ես աշխատում եմ, պատասխանեց Մարիանան, նրա ձայնը խնամքով չեզոք։ Լավ, պահ չէ։ Ես գիտեմ, ասաց Ռաֆայելը, մի քայլ անելով խոհանոց։ Եվ գիտեմ, որ արժանի չեմ ձեր ժամանակի նույնիսկ 5 րոպեին։ Բայց ես մինույն է խնդրում եմ։ 5 րոպե։ Հետո, եթե ուզում եք, որ ես հեռանամ, այլս երբեք չվերադառնամ, ես կգնամ։ Մարիանան նայեց հովակին պարոնին, ով գլխով արեց, որ նա կարող է գնալ։ Դժկամությամբ նա հանեց գոգնոցը, հետեց Ռաֆայելին դուրս, դեպի մի դատարկ պատշգամբ, որը նայում էր ակումբի այգիներին։ Գիշերը պարզ էր, նրանց վերում երում էին աստղերը։ Նա ձեռքերը խաչեց կրծքին, իրեն պաշտպանելով։ Ինչ եք ուզում, Ռաֆայել։ Նա նայեց նրան, իսկապես նայեց, տեսավ, թե որքան էր նա փոխվել ընդամենը 2 շաբաթում։ Փայլուն աչքերը մարած էին, ուսերը կորացած, կարծես անտեսանելի ծանրություն էր կրում։ Եվ նա էր դա արել։ Ես ուզում եմ ներողություն խնդրել, սկսեց նա։ Վախկոտ լինելու համար։ Ձեզ այդ տնից դուրս թողնելու համար։ Ձեզ չպաշտպանելու համար, երբ պետք է։ Ուրիշների կարծիքն ընտրելու համար այն բանի փոխարեն, ինչ ես իսկապես ուզում էի։ Մարիանան առանց հումորի ծիծաղեց։ Եվ ինչ էիք դուք իսկապես ուզում, Ռաֆայել։ Ինձ թաքցնել։ Ինձ մոտ պահել, բայց ոչինչ չստանձնել։ Հասարակության աչքերում հարգալից լինել, բայց ազատ ժամերին մեկին ունենալ ձեր տունը ջերմացնելու համար։ Ոչ, հաստատապես ասաց նա։ Ես ուզում էի ձեզ։ Վերջակետ։ Ոչ թե որպես աշխատող, ոչ թե որպես հարմարություն։ Որպես զուգընկեր։ Որպես ընկերուհի։ Որպես այն մարդը, ով իմ կյանքը նորից տանելի դարձրեց։ Նա մի քայլ արեց դեպի նա։ Բայց ես վախեցա։ Վախեցա դատվելուց, նորից նվաստացվելուց, ինձ զգալ թույլ տալուց հետո ամեն ինչ կորցնելուց։ Այսպիսով ես արեցի այն, ինչ միշտ արել եմ։ Հեռու մղեցի այն, ինչ իրական էր, որպեսզի պահպանեմ այն, ինչ ապահով էր։ Արցունքները սկսեցին հոսել Մարիանայի դեմքից։ Եվ ինչ է փոխվել։ Ինչու։ Էգ հիմա այստեղ։ Որովհետև ես հասկացա, որ դա կարևոր չէ, ասաց Ռաֆայելը, իր ձայնը խեղդված։ Կարևոր չէ, թե ինչ է մտածում իմ մայրը, ինչ է ասում Վերոնիկան, ինչ է դատում հասարակությունը։ Այս ամենը կարևոր չէ, եթե ես ամեն առավոտ արթնանում եմ դատարկ տանը, դատարկ կյանքում, ծածնելով, թե ամեն ինչ լավ է։ Դուք կյանք բերեցիք այդ առանձնատուն, Մարիանա։ Դուք կյանք բերեցիք ինձ։
Եվ ես այնքան հիմար էի, որ թույլ տվեցի ձեզ գնալ։ Մարիանան ուզում էր հավատալ, այնքան էր ուզում հավատալ։ Բայց վերքերը խորն էին։ Իսկ եթե նորից փոխեք կարծիքը։ Իսկ եթե ձեր մայրը նորից ճնշում գործադրի։ Իսկ եթե մի օր արթնանաք հասկանաք, որ սկանդալն արժանի չէ։ Ես չեմ փոխի կարծիքս, ասաց Ռաֆայելը, նրա ձեռքերը իր ձեռքերի մեջ առնելով։ Որովհետև 20 տարվա ընթացքում առաջին անգամ որոշում չեմ կայացնում վախի հիման վրա։ Ես կայացնում եմ այն բանի հիման վրա, ինչ զգում եմ։ Եվ այն, ինչ ես զգում եմ, Մարիանա, այն է, որ ես չեմ ուզում մեկ օր անցկացնել առանց ձեզ։ Նա նայեց նրա աչքերին, փնտրելով կասկածի, տատանման նշաններ։ Նա գտավ միայն համոզվածություն։ Իսկ ձեր մայրը։ Վերոնիկան։ Բոլոր նրանք, ովքեր կդատեն։ Թող դատեն, պարզապես ասաց Ռաֆայելը։ Ես ամբողջ կյանքս մտածել եմ այն մասին, թե ինչ են մտածում ուրիշները։ Մտածել եմ հեղինակության, արտաքին տեսքի, հասարակության չգրված կանոններին հետելու մասին։ Եվ ուր է դա ինձ տարել։ Դեպի գեղեցիկ տուն թշվառ կյանք։ Դուք ինձ իրական բան առաջարկեցիք, ես չափազանց վախկոտ էի ընդունելու համար։ Բայց ես այլս այդպիսին չեմ։ Մարիանան ուզում էր այո ասել, ուզում էր իրեն նրա գիրկը նետել մոռանալ ամբողջ ցավը։ Բայց պետք էր համոզվել։ Դուք պատրաստ եք այն բանին, ինչ դա նշանակում է։ Օրավարձով մաքրուհուն որպես ձեր զուգընկեր ներկայացնելու համար։ Ձեր մորը, ձեր ընկերներին, այն ամբողջ աշխարհին, որում դուք ապրում եք, դիմակայելու համար։ Այո, առանց տատանվելու, ասաց Ռաֆայելը։ Ես ամեն ինչի պատրաստ եմ, քանի դեռ դուք ինձ հետ եք։ Արցունքներն այժմ ազատորեն հոսում էին, բայց դրանք այլ էին։ Դրանք ոչ միայն ցավի, այլ հույսի արցունքներ էին։ Դուք ինձ վիրավորեցիք, շշնջաց նա։ Երբ չպաշտպանեցիք ինձ, երբ թույլ տվեցիք, որ ես հեռանամ։ Ես գիտեմ, ասաց Ռաֆայելը, նրա ձայնը կոտրվելով։ Եվ ես իմ կյանքի մնացած մասը կանցկացնեմ, փորձելով փոխհատուցել։ Եթե ինձ այդ հնարավորությունը տաք։ Եթե կարողանաք ինձ ներել։ Մարիանան փակեց աչքերը, զգալով որոշման ծանրությունը։ Նա կարող էր մերժել, պաշտպանել իրեն, խուսափել նորից վիրավորվելուց։ Կամ կարող էր քաջ լինել, երկրորդ հնարավորություն տալ, հավատալ, որ մարդիկ կարող են փոխվել։ Երբ նա բացեց աչքերը, տեսավ Ռաֆայելին սպասելիս խոցելի մի ձով, որը նա երբեք չէր տեսել նախկինում։ Նրա զրահը լիովին ընկել էր։ Լավ, վերջապես ասաց նա։ Մի հնարավորություն։ Բայց եթե նորից փախչեք, եթե նորից ընտրեք վախը, դա վերջնական է։ Երրորդ անգամ չի լինի։ Չի լինի, խոստացավ Ռաֆայելը։ Որովհետև ես սովորել եմ, որ միակ վախը, որն արժե ունենալ, նորից ձեզ կորցնելու վախն է։ Նա նրան քաշեց իր գիրկը, նա թույլ տվեց իրեն գրկել, զգալով նրա ամրությունը, ջերմությունը, այն իրականությունը, որ միգուցե, պարզապես միգուցե, դա կարող էր աշխատել։ Նրանք միասին վերադարձան առանձնատուն այդ գիշեր, երբ Մարիանան ավարտեց իր աշխատանքը։ Թորը գրեթե խելագարվեց, երբ տեսավ նրան ցատկելով, ուրախությունից հաչելով, հրաժարվելով նրա կողքից հեռանալուց։ Դա շաբաթների ընթացքում առաջին անգամ էր, որ Ռաֆայելն իսկապես ծիծաղեց, տեսնելով Շանը լիովին ուրախ։ Նա ինձ լիովին փոխարինել է, մեկնաբանեց նա։ Ոչ, ասաց Մարիանան, շոյելով թորին, բայց նայելով Ռաֆայելին։ Նա բավարար սեր ունի մեզ երկուսիս համար։ Ինչպես ես։ Հաջորդող ամիսները հեշտ չէին։ Բեատրիսը կատաղեց, երբ իմացավ, որ Մարիանան վերադարձել է, էլ ավելի, երբ Ռաֆայելը հստակեցրեց, որ նա այլս աշխատող չէ, այլ իր զուգընկերուհին։ Կային բուռն վեճեր, թաքնված սպառնալիքներ ժառանգությունից զրկելու մասին, արցունքներ երկու կողմից էլ։ Բայց Ռաֆայելը մնաց ամուր։ Մայրիկ, ես սիրում հարգում եմ ձեզ։ Բայց ես չեմ անցկացնի իմ կյանքի մնացած մասը մենակ, որովհետև դուք ավելի շատ եք մտածում այն մասին, թե ինչ են մտածում հարանները, քան իմ երջանկության մասին։ Դա դանդաղ գործընթաց էր, բայց ի վերջո Բեատրիսը սկսեց ընդունել։ Օգնեց, երբ նա իսկապես ճանաչեց Մարիանային, ժամանակ անցկացրեց նրա հետ, տեսավ այն նվիրումը, որով նա խնամում էր Ռաֆայելին տունը։ Դա ակնթարթային սեր չէր, բայց դա փոխադարձ հարգանքի սկիզբն էր։ Վերոնիկան անհետացավ, երբ պարզ դարձավ, որ Ռաֆայելը հասանելի չէ, գտնելով իր հավակնությունների համար մեկ այլ թիրախ։
Իրական փորձությունը եկավ 6 ամիս անց, երբ Ռաֆայելը կարևոր կորպորատիվ միջոցառում ուներ ընթրիք բարձր մակարդակի հաճախորդների գործընկերների հետ։ Դա այնպիսի միջոցառում էր, որը սովորաբար կպահանջեր համապատասխան սոցիալական շրջանակների կնոջ կամ զուգընկերուհու։ Ռաֆայելը չտատանվեց։ Մարիանա, դուք ինձ հետ եք գալիս որպես իմ զուգընկերուհի։ Ես ուզում եմ, որ բոլորն իմանան, թե ով եք դուք ինձ համար։ Մարիանան նյարդայնացած էր, բայց հագավ մի պարզ, բայց էլեգանտ կապույտ զգեստ, որն ընդգծում էր նրա աչքերը։ Երբ նրանք մտան միջոցառումների սրահ, թաթ հայացքներ եղան։ Շշուկներ։ Բայց Ռաֆայելը չէր անհանգստանում։ Նա հպարտությամբ ներկայացրեց նրան, իր ձեռքը ամուր պահելով նրա մեջքին ամբողջ ժամանակ։ Սա Մարիանան է, իմ զուգընկերուհին։ Եվ երբ որոշ հյուրեր նրան արամարանքով վերաբերվեցին, հենց նա պատասխանեց. Մարիանան մեկ օրում ավելի քրտնաջան է աշխատում, քան ձեզանից շատերը մեկ ամսում։ Նա ավելի շատ ամբողջականություն ունի իր ճկույթում, քան շատերն ունեն իրենց ամբողջ մարմնում։ Եվ նա լավագույն բանն է, որ երբեք պատահել է ինձ հետ։ Այդ պահը ամեն ինչ սահմանեց։ Որոշ մարդիկ շարունակեցին դատել, բայց ուրիշները, զարմացած Ռաֆայելի կեցվածքից, սկսեցին նրանց վերաբերվել անկեղծ հարգանքով։ Եվ նրանց համար, ովքեր պնդում էին կողքից նայել, Ռաֆայելն ու Մարիանան դադարեցին անհանգստանալ։ Նրանք ունեին մեկը մյուսին, դա բավարար էր։ 1 տարի անց բլուրի վրա գտնվող առանձնատունը լիովին փոխվել էր։ Այն այլս սառը անպտուղ վայր չէր, այլ իսկական տուն։ Նրանք միասին վերանորոգել էին որոշ սենյակներ, Մարիանայի կողմից ամենուր անձնական շոշափումներ ավելացնելով։ Պատերին լուսանկարներ, ավելի տաք գույներ, հարմարավետ կահույք։ Նրանք ընկերներ էին ընդունում ընթրիքի համար, նրանց մեծ մասը Մարիանայի շրջապատի պարզ մարդիկ էին, ովքեր բերում էին ծիծաղ իրական պատմություններ, առանց Ռաֆայելի կորպորատիվ աշխարհի հավակնությունների։ Եվ ահա եկավ այն լուրը, որը նորից ամեն ինչ կփոխեր։ Մարիանան հղի էր։ Երբ նա պատմեց Ռաֆայելին, տեսավ, թե ինչ արտասովոր բան տեղի ունեցավ։ Այն տղամարդը, ով այդքան երկար պաշտպանվել էր որևէ բան զգալուց, ով այնքան բարձր պատեր էր կառուցել իր սրտի շուրջ, բացահայտորեն լացեց։ Լացեց ուրախությունից, վախից, երախտագիտությունից։ Մի երեխա, շշնջաց նա, իր ձեռքերը մեղմորեն դիպցնելով նրա դեռ հարթ որովայնին։ Մեր ընտանիքը։ Հղիության ամիսները կախարդական էին։ Ռաֆայելը սենյակներից մեկը վերածեց գեղեցիկ մանկապարտեզի, ինքը ներկելով պատերը, պնդելով, որ յուրաքանչյուր դետալ կատարյալ լինի։ Մարիանան ծաղկում էր, նրա որովայնը մեծանում էր, երբ նա երգում էր երեխայի համար, խոսում էր նրա հետ, պատրաստվում էր մայրությանը նույն նվիրումով, ինչով ամեն ինչ էր անում։ Թորը անընդհատ պառկած էր նրա ոտքերի մոտ, կարծես գիտեր, որ ինչ-որ հատուկ բան էր տեղի ունենում։ Նույնիսկ Բեատրիսը լիովին մեղմացավ, երբ իմացավ, որ տատիկ է դառնալու։ Նա սկսեց ավելի հաճախ այցելել, բերելով մանկական հագուստներ, խորհուրդներ առաջարկելով, երբեմն մնալով ընթրիքի ծիծաղելով Մարիանայի հետ Ռաֆայելի տարօրինակությունների մասին։ Դա իսկական հաշտեցման սկիզբն էր։ Ծնունդը տեղի ունեցավ գարնանային գիշերով, աստղազարդ երկնքի տակ։ Ռաֆայելը բռնեց Մարիանայի ձեռքը ամբողջ գործընթացի ընթացքում, շշնջաց քաջալերական բառեր, լացեց, երբ լսեց երեխայի առաջին լացը։ Դա տղա էր, առողջ կատարյալ։ Երբ բուժքույրն առաջին անգամ երեխային դրեց Ռաֆայելի գրկում, նրա ներսում ինչ-որ բան վերջապես լիովին բուժվեց։ Անցյալի բոլոր վերքերը, ամբողջ դառնությունը, դավաճանված լինելու ամբողջ զայրույթը, որը նա կրել էր տասնամյակներ շարունակ, ամեն ինչ լուծվեց այդ պահին։ Բարի գալուստ աշխարհ, որդիս, շշնջաց նա, նրա ձայնը հույզերից խեղդված։ Խոստանում եմ քեզ տալ այն ամենը, ինչ քեզ պետք կլինի։ Հատկապես սեր։ Միշտ սեր։ Մարիանան, հյուծված, բայց ճառագող, դիտում էր իր հիվանդանոցային մահճակալից։ Այն տղամարդը, ում նա ճանաչել էր որպես սառույցի արձան, այժմ երեխային բռնած էր ավելի քնքշությամբ, քան նա երբեք կարող էր պատկերացնել։ Ինչպե՞ս ենք նրան անվանելու, մեղմորեն հարցրեց նա։ Ռաֆայելը նայեց նրան, նրա աչքերը արցունքներից փայլելով։ Դանիել։ Միշտ սիրել եմ այդ անունը։ Այն նշանակում է աստվածային դատաստան։ Եվ Դանիելը այն նվերն էր, որը մեզ արժանի դատեց երկրորդ հնարավորությանը։ Մարիանան ժպտաց իր սեփական արցունքների միջով։ Դանիել։ Կատարյալ։ Երեխայի հետ առաջին ամիսները հոգնեցուցիչ էին, բայց հրաշալի։
Առանձնատունը, որը նախկինում լուռ էր, այժմ լի էր մանկական լացով, ծիծաղով, օրորոցայինների ձայնով։ Ռաֆայելը պարզեց, որ Դանիելի հետ հատուկ կապ ուներ։ Արթնանում էր գիշերային կերակրումների համար, առանց բողոքելու փոխում էր տակտիրները, ժամեր էր անցկացնում պարզապես որդուն քնած դիտելով, դեմքին մաքուր զարմանքի արտահայտությամբ։ Մի գիշեր, երբ Դանիելը 4 ամսական էր, Մարիանան իջավ ջուր վերցնելու, Ռաֆայելին գտավ պատշգամբում, երեխային կրծքին բռնած, մինչ աստղերին էր նայում։ Նա կանգ առավ դռան մոտ, պարզապես դիտելով։ Նա մեղմ երգում էր, մի մեղեդի, որը նա երբեք չէր լսել նախկինում։ Երբ ավարտեց, նա շշնջաց երեխային. «Ձեր պապիկը նույնպես սովոր էր ինձ այդ երգը երգել, երբ ես փոքր էի։ Մինչ ամեն ինչ փլուզվեց։ Բայց հիմա, ձեզ բռնած, վերջապես հասկանում եմ։ Այն ամենը, ինչ պատահել է, ամբողջ ցավը, ամբողջ մենակությունը, ինձ այստեղ բերելու համար էր։ Ձեր մոր մոտ։ Ձեր մոտ։ Եվ արժեր տառապանքի յուրաքանչյուր վայրկյանը»։ Մարիանան զգաց, թե ինչպես են արցունքները հոսում։ Նա մոտեցավ Ռաֆայելին, գրկեց հետից, իր գլուխը հենելով նրա մեջքին։ Նա շրջվեց, Դանիելը դեռ մի ձեռքում ամուր բռնած, մյուսով նրան քաշեց մոտ։ Երեքն էլ մնացին այնտեղ, մի ընտանիք, աստղերի տակ, որոնք այդքան ցավի էին ականատես եղել, բայց այժմ միայն սեր էին տեսնում։ Տարիներ անցան։ Դանիելը մեծացավ սիրով լի տանը, հորից սովորելով քրտնաջան աշխատանքի ամբողջականության կարողությունը, իսկ մորից բարության դիմացկունության գեղեցկությունը։ Բլուրի վրա գտնվող առանձնատունը հայտնի դարձավ իր ջերմ երեկույթներով, որտեղ գործարարներն ու օրավարձով մաքրուհիները խառնվում էին առանց նախապաշարմունքների, որտեղ կարևորը ոչ թե այն էր, թե որքան փող ունես, այլ թե ինչպիսի մարդ ես։ Ռաֆայելը երբեք չմոռացավ այն դասերը, որոնք Մարիանան սովորեցրեց իրեն։ Նա շարունակեց հաջողակ լինել բիզնեսում, բայց սկսեց իր ազդեցությունն այլ կերպ օգտագործել։ Նա մասնագիտական վերապատրաստման ծրագրեր ստեղծեց կարիքավոր համայնքների մարդկանց համար, հնարավորություններ տվեց նրանց, ովքեր սովորաբար անտեսվում էին, օգտագործեց իր ձայնը սոցիալական արդարությունը պաշտպանելու համար, երբ իր շրջապատի մյուսները լուռ էին մնում։ Եվ Մարիանան, այն կինը, ով մի անգամ մերժվել անարժեքացվել էր, դարձավ ինքնուրույն ուժ։ Նա սկսեց հանրային սննդի բիզնես, որն արագորեն հեղինակություն ձեռք բերեց իր որակի, իր տիրուհու ոգեշնչող պատմության շնորհիվ։ Նա աշխատանքի էր ընդունում այլ կանանց դժվարին իրավիճակներում, նրանց առաջարկելով ոչ միայն աշխատանք, այլ արժանապատվություն հույս։ Այդ տանը, որտեղ մի անգամ տիրում էր միայն լռությունն ու մենակությունը, այժմ կյանք կար։ Երեխաներ էին վազվզում այգիներում, երբ Դանիելը ընկերներ էր բերում։ Թորը, այժմ ծեր, բայց դեռ հավատարիմ, քնում էր արի տակ։ Մարիանան, Ռաֆայելը կողք կողքի միասին դիմակայում էին յուրաքանչյուր մարտահրավերին, իմանալով, որ գտել էին հազվագյուտ թանկարժեք մի բան, սեր, որը գոյատեց փոթորիկը, որն աճեց վախից չնայած, որն ավելի ուժեղ դարձավ հենց այն պատճառով, որ փորձվեց։ Եվ հանգիստ գիշերներին, երբ Դանիելը քնում էր, տունը վերջապես լռում էր, Ռաֆայելն ու Մարիանան նստում էին պատշգամբում, նայելով աստղերին։ Երբեմն նրանք խոսում էին ապագայի, երազանքների, պլանների մասին։ Այլ անգամներ պարզապես լուռ էին մնում, մատները միահյուսված, սիրտը սրտի հետ։ Որովհետև նրանք սովորել էին, որ իսկական սերը մշտական բառերի կարիք չունի։ Այն պարզապես ներկայության, ամենօրյա ընտրության, քաջության կարիք ունի մնալու համար, նույնիսկ երբ դժվար է։ Եվ երբ Ռաֆայելը նայում էր Մարիանային, նա տեսնում էր ոչ միայն այն կնոջը, ում սիրում էր, այլ այն մարդուն, ով փրկել էր իրեն իր սեփական անձից։ Ով սովորեցրել էր նրան, որ պատերը չեն պաշտպանում, այլ պարզապես մեկուսացնում են։ Ով ցույց էր տվել նրան, որ խոցելի լինելը թուլություն չէ, այլ ամենամեծ հնարավոր քաջությունը։ Ով ապացուցել էր, որ սերը կատարելության մասին չէ, այլ անկատարություններն ընդունելու մի նույն է մնալու ընտրության մասին։ Եվ Մարիանան, երբ նայում էր Ռաֆայելին, տեսնում էր այն տղամարդուն, ով սովորել էր նորից սիրել, չնայած ամբողջ վախին։ Ով ընտրել էր իրեն, երբ աշխարհն ասում էր չընտրել։ Ով ապացուցել էր, որ մարդիկ կարող են փոխվել, կարող են աճել, կարող են դառնալ իրենց ավելի լավ տարբերակները, երբ գտնում են ճիշտ պատճառը։ Այդ առանձնատանը, որը սկսվեց որպես գերեզման, դարձավ տուն, երկու վիրավոր հոգիներ բուժում գտան մեկը մյուսի մեջ։ Նրանք ապացուցեցին, որ իսկական սերը հեքիաթներում չի գտնվում, այլ ձավորվում է դժվարությունների կրակի մեջ։ Որ երբեմն երջանիկ ավարտները գալիս են նրանց համար, ովքեր ամենաշատն են տառապել։ Եվ որ փոթորկի դեմ լավագույն ապաստանը քարե տունը չէ, այլ նրա գիրկը, ով ընտրում է մնալ նույնիսկ այն բանից հետո, երբ անձրն անցնում է։
Պատմության ավարտը սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Ռաֆայելի Մարիաննայի պատմությունը դիպել է ձեր սրտին։ Եթե դուք հուզվեցիք սիրո հաղթահարման երկրորդ հնարավորությունների այս ճանապարհորդությունից, թողեք ձեր լայքը, բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում պատմեք, թե ինչն է ձեզ ամենաշատը տպավորել։ Արդյոք Մարիաննայի քաջությունն էր։ Ռաֆայելի վերափոխումը։ Սերը, որը հաղթահարեց նախապաշարմունքները։ Ամեն օր մենք ներկայացնում ենք այսպիսի ինտենսիվ պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը կողմը, որոնք ցույց են տալիս, որ անկախ նրանից, թե որտեղից ենք մենք, բոլորս արժանի ենք սիրո արժանապատվության։ Եթե այս պատմությունը արձագանքեց ձեզ, կիսվեք այն մարդկանց հետ, ովքեր պետք է լսեն, որ հնարավոր է նորից սկսել, որ երբեք ուշ չէ փոխվելու համար, որ իսկական սերը արժե յուրաքանչյուր պայքար։ Սպասում ենք ձեզ հաջորդ դրվագում, մեկ պատմությամբ, որը կդիպչի ձեր հոգուն։